Կատարյալ տան երեսպատման հետևում հղի կինը ապրել է իր զուգընկերոջ կողմից բանտարկված։ Այն, ինչ թվում էր խնամք, իրականում մութ ծրագիր էր նրան վերացնելու նրանից ամեն ինչ խլելու համար։ Բայց նույնիսկ լռության այդ բանտում նա գտավ ուժ, հակադարձելու, այն, ինչ հետո տեղի ունեցավ, փոխեց ամեն ինչ։ Երանի բարեհաճ քամին ներթափանցում էր բնակարանի բաց պատուհաններից, իր հետ բերելով ծովի բույրը կենտրոնի լողափին ալիքների հարվածների հեռավոր ձայնը։ Մարիամը ծաղկավոր զգեստը հարմարեցրեց իր սկսվող մեծացող որովայնին, ամաչկոտ ժպիտով դեմքին, մինչ դիտում էր Ռաֆայելին, թե ինչպես էր նա ընթրիք պատրաստում խոհանոցում։ Նա մեղմորեն մրմնջում էր մի երգ, որը նրանք սովոր էին միասին պարել, այդ տնային տեսարանը չափազանց կատարյալ էր թվում, որպեսզի իրական լիներ։ Նրանք ծանոթացել էին 9 ամիս առաջ, ընդհանուր ընկերների հարսանեկան խնջույքի ժամանակ։ Ռաֆայելն այն էր, ինչ Մարիամը միշտ երազել էր։ Ուշադիր, քնքուշ, հաջողակ։ Նա աշխատում էր որպես ֆինանսական խորհրդատու, ուներ գեղեցիկ տուն կենտրոնում, որը ժառանգել էր տատիկից ու պապիկից։ Մարիամը, մասնավոր դպրոցի գրականության ուսուցչուհի, հիացած էր նրանով, թե ինչպես էր նա խոսում արվեստի, ճանապարհորդությունների ապագա ծրագրերի մասին։ Քիմիան ակնթարթային էր։ Առաջին շաբաթներին Ռաֆայելը նրան ուշադրությամբ էր շրջապատում։ Ծաղիկներ աշխատավայրում, քնքուշ հաղորդագրություններ օրվա ընթացքում, ռոմանտիկ ընթրիքներ մոմի լույսի տակ տան պատշգամբում։ Մարիամն իրեն առանձնահատուկ էր զգում, գնահատված այնպես, ինչպես երբեք չէր զգացել նախորդ հարաբերություններում։ Նա ասում էր, որ Մարիամն իր կյանքի կինն է, որ վերջապես գտել է մեկին, ով իրեն լրացնում է։ Երբ հայտնաբերեցին հղիությունը, ծանոթանալուց 2 ամիս անց, Մարիամը մտահոգվեց։ Շատ շուտ էր, մտածեց նա։ Հազիվ էին ճիշտ ճանաչում միմյանց։ Բայց Ռաֆայելը զարմանալի կերպով արձագանքեց։ Նա ամուր գրկեց նրան, համբուրեց նրա ճակատը, հայտարարեց, որ դա նվեր է, մի նշան, որ նրանք նախատեսված են միասին ընտանիք կառուցելու համար։ Նա նույն գիշեր նրան ամուսնության առաջարկ արեց, ծնկի իջած հյուրասենյակում, մատանով, որն ասում էր, թե իր տատիկինն է եղել։ Մարիամը զանգահարեց Կարինեին, իր ավագ քրոջը, երջանկությունից ճառագող։ Կարինեն բազմազգ ընկերության գործադիր տնօրեն էր, ապրում էր Գյումրիում, միշտ եղել էր ընտանիքի բանականության ձայնը։ Բայց այս անգամ նույնիսկ Կարինեն կարծես հանձնվեց իրավիճակի ռոմանտիկությանը։ Ռաֆայելը գիրթ էր, լավ ֆինանսական դրություն ուներ, անկեղծորեն սիրահարված էր թվում։ Ինչ կարող էր սխալ լինել։ Նշանադրության առաջին ամիսները լարված էին։ Ռաֆայելը պնդեց, որ Մարիամը անմիջապես տեղափոխվի իր տուն։ Նա պնդում էր, որ փոքր բնակարանը, որը Մարիամը կիսում էր ընկերուհու հետ, հարմար չէր հղի կնոջ համար։ Իմաստ ուներ, մտածեց Մարիամը։ Տունը ընդարձակ էր, ուներ գեղեցիկ այգի, գտնվում էր անվտանգ թաղամասում։ Մարիամը համաձայնեց։ Տեղափոխությունը տեղի ունեցավ մեկ հանգստյան օր։ Ռաֆայելը ընկերություն վարձեց նրա իրերը տեղափոխելու համար, բայց զարմանալիորեն առաջարկեց, որ նա միայն անհրաժեշտ իրերը վերցնի։ Ասաց, որ տունն արդեն կահավորված է, որ հին իրերի կարիք չկա, որ դա հնարավորություն է 0-ից սկսելու համար։ Մարիամը տատանվեց, բայց ի վերջո համաձայնեց։ Ի վերջո, նա ճիշտ էր, որ տունն արդեն ամբողջական էր։ Այդ ժամանակ սկսվեցին առաջին նուրբ փոփոխությունները։ Ռաֆայելն առաջարկեց, որ Մարիամը արձակուրդ վերցնի աշխատանքից։ Նա հղիության 4-րդ ամսում էր, նա պնդում էր, որ դպրոցի սթրեսը լավ չէ երեխայի համար։ Նա կարող էր հանգստանալ, տան մասին հոգալ, պատրաստվել մայրությանը։ Մարիամը սիրում էր դասավանդել, բայց նրա անհանգստությունը անկեղծ էր թվում։ Բացի այդ, ֆինանսապես նրա աշխատավարձի կարիքը չունեին։ Նա բավականաչափ լավ էր վաստակում ընտանիքը պահելու համար։ Առանց աշխատանքի, Մարիամի օրերը սկսեցին պտտվել տան Ռաֆայելի շուրջը։ Նա պատրաստում էր, կազմակերպում սենյակները, կարդում մայրության մասին գրքեր։ Ռաֆայելը վերադառնում էր աշխատանքից գոհ էր լինում, ամեն ինչ կարգին տեսնելով։ Նա գովաբանում էր նրա խոհարարական հմտությունները, մերսում էր նրա այտուցված ոտքերը, խոսում էր նրա որովայնի հետ։ Նա կատարյալ ամուսին էր թվում։ Բայց աստիճան։ Աբար Մարիամը նկատեց, որ իր ընկերուհիները դադարեցին այդքան հաճախ զանգահարել։ Ռաֆայելը միշտ պատճառ ուներ, երբ Մարիամը առաջարկում էր հանդիպումներ։ Ասում էր, որ չափազանց հոգնած է, որ երանի երթևեկությունը սթրեսային է, որ ավելի լավ է խուսափել մարդաշատ վայրերից հղիության պատճառով։
Երբ ընկերուհիները պնդում էին, նա պատասխանում էր հեռախոսին քաղաքավարի կերպով մերժում էր հրավերները Մարիամի անունից։ Մարիամին տարօրինակ էր թվում, բայց նա արդարանում էր, ասելով, որ պարզապես պաշտպանում են նրան։ Կարինեն ամեն շաբաթ զանգահարում էր Գյումրիից։ Զրույցները, որոնք նախկինում երկար էին լի ծիծաղով, աստիճանաբար ավելի կարճ դարձան։ Ռաֆայելը միշտ հայտնվում էր զանգերի ընթացքում, հիշեցնելով Մարիամին որևէ գոյություն չունեցող պարտավորության մասին կամ պարզապես մնում էր մոտակայքում, լսելով յուրաքանչյուր բառ։ Մարիամը սկսեց զգալ, որ չի կարող ազատորեն խոսել քրոջ հետ, կարծես պետք է չափեր իր խոսքերը։ Այդ զանգերից մեկի ժամանակ Կարինեն նշեց, որ ցանկանում է այցելել նրանց։ Ասաց, որ կարոտում է քրոջը, որ ցանկանում է ավելի լավ ջահ։ Նաչել փեսային, տեսնել տունը, օգնել երեխայի գալու պատրաստություններին։ Մարիամը ոգորվեց գաղափարից, բայց երբ նա դա Ռաֆայելի հետ քննարկեց, նա հոնքերը կիտեց։ Ասաց, որ տունը վերանորոգման մեջ է, որ լավ ժամանակ չէ, որ Կարինեն չափազանց վերահսկող է, կարող է սթրեսի ենթարկել Մարիամին։ Առաջարկեց սպասել մինչ ծնունդից հետո։ Մարիամը համաձայնեց, բայց դառը համ մնաց նրա բերանում։ Կարինեն միշտ ներկա էր եղել նրա կյանքում, նրան հեռացնելը սխալ էր թվում։ Բայց Ռաֆայելը ուներ իր լավ ձակերպված փաստարկները, Մարիամն իրեն շփոթված էր զգում։ Արդյոք նա անշնորհակալ էր։ Նա այդքան լավ էր հոգ տանում իր մասին, գուցե նա պարզապես չափազանց պաշտպանող էր։ Մարիամի հագուստները նույնպես սկսեցին փոխվել։ Ռաֆայելը նրա համար նոր հագուստներ էր գնում, միշտ չեզոք երանգներով, լայն մոդելներով։ Երբ նա ցանկանում էր իր հին զգեստապահարանից ավելի գունեղ կամ հարմարեցված ինչ-որ բան հագնել, նա նուրբ մեկնաբանություններ էր անում այն մասին, թե ինչն է հարմար ապագա մոր համար։ Դրանք ուղղակի քննադատություններ չէին, պարզապես դիտարկումներ, որոնք ստիպում էին Մարիամին վերանայել իր ընտրությունները։ Աստիճանաբար նա սկսեց հագնել միայն այն, ինչ նա հավանություն էր տալիս։ Զբոսանքները նույնպես նվազեցին։ Ռաֆայելն ասում էր, որ լողափը շատ մարդաշատ է, որ ուժեղ արը վնասակար է, որ ավելի լավ է մնալ տանը, որտեղ անվտանգ է հարմարավետ։ Մարիամը կարոտում էր ափով քայլելը, ավազը ոտքերին զգալը, բայց նա միշտ ուներ համոզիչ հակափաստարկ։ Նա սկսեց կասկածել իր սեփական ցանկություններին։ Մի անգամ կեսօրին, մինչ Մարիամը հյուրասենյակում թղթեր էր դասավորում, նա գտավ Ռաֆայելի ֆինանսական փաստաթղթերը։ Նրա մտադրությունը չէր լրտեսել, բայց որոշ ծրարներ բաց էին սեղանին։ Նա տեսավ բանկային քաղվածքներ, զգալի շարժերով, փոխանցումներ դեպի հաշիվներ, որոնք նա չէր ճանաչում, ներդրումների անդորրագրեր, որոնց մասին նա երբեք չէր հիշատակել։ Երբ նա հարցրեց այդ մասին, Ռաֆայելն առաջին անգամ զայրացավ։ Ասաց, որ դրանք աշխատանքային հարցեր են, որ նա պետք է չանհանգստանա այդ բաների մասին, որ իր դերը տան երեխայի մասին հոգալն է։ Նրա արձագանքը վախեցրեց Մարիամին։ Նա երբեք նրան այդպիսին չէր տեսել, այդ կոպիտ տոնով։ Նա նկատեց նրա անհարմարությունը, արագ փոխեց իր դիրքորոշումը։ Գրկեց նրան, ներողություն խնդրեց, ասաց, որ սթրեսի տակ է բարդ հաճախորդի պատճառով։ Մարիամն ընդունեց արդարացումը, բայց ինչ-որ բան սկսեց անհանգստացնել նրա ներսում։ Մարիամի անձնական իրերը աստիճանաբար անհետանում էին տնից։ Հին լուսանկարներ, գրքեր, որոնք նա բերել էր, փոքր հուշանվերներ։ Ռաֆայելն ասում էր, որ տարածքը վերակազմակերպում է, որ այդ իրերը անհարկի տեղ են զբաղեցնում, որ կարող է ունենալ մաքուր մինիմալիստական տուն։ Ամեն անգամ, երբ նա ինչ-որ բան էր փնտրում, հայտնաբերում էր, որ այն դրվել է անհասանելի տեղում կամ պարզապես անհետացել է։ Զույգի ննջասենյակը, որը նախկինում չեզոք էր ձավորված, սկսեց արտացոլել միայն Ռաֆայելի ճաշակը։ Վարագույրները, որոնք Մարիամն էր ընտրել, փոխվեցին։ Պատի նկարները փոխվեցին։ Նույնիսկ նրա անկողնու կողմը վերակազմակերպվեց առանց նրա հետ խորհրդակցելու։ Երբ նա հարցնում էր, նա ասում էր, որ զարմացնում է նրան, որ ցանկանում է, որ ամեն ինչ կատարյալ լինի, երբ երեխան գա։ Մարիամը փորձում էր իր Էն համոզել, որ այդ ամենը նորմալ է։ Հարաբերությունները հարմարեցումներ էին պահանջում, մտածում էր նա։ Ռաֆայելը հատուկ սովորություններ ունեցող մարդ էր, նա պետք է հասկացող լիներ։ Բացի այդ, նա հղի էր, հորմոնալ, գուցե չափազանցնում էր իր անհանգստությունները։ Նա երբեք ֆիզիկապես չէր վնասում նրան, երբեք իրականում չէր բղավում, միշտ ուներ ողջամիտ բացատրություններ։ Բայց գիշերները սկսեցին այլ լինել։ Ռաֆայելը սկսեց կողպել ննջասենյակի դուռը քնելուց առաջ։
ասաց, որ դա անվտանգության համար է, որ լուրեր է լսել տարածաշրջանում կողոպուտների մասին։ Մարիամին տարօրինակ էր թվում, քանի որ տունը ուներ բարդ ազդանշանային համակարգ, բայց նա պնդեց. բանալին մնում էր նրա մոտ, միշտ պահվում էր տաբատի գրպանում, որը նա թողնում էր աթոռի վրա։ Մի անգամ կեսգիշերին Մարիամը արթնացավ ծարավից, փորձեց բացել դուռը։ Այն կողպված էր։ Կանչեց Ռաֆայելին, ով ցնցված արթնացավ։ Նա բացեց դուռը, բայց նրա հայացքն այլ էր, կարծես գնահատում էր նրա արձագանքը։ Ասաց, որ սխալմամբ է կողպել, որ քնած էր, մոռացել էր բաց թողնել։ Բայց Մարիամը հասկացավ, որ դա ճիշտ չէր։ Այդ ժեստում ինչ-որ հաշվարկ կար։ Այդ գիշերվանից Մարիամը սկսեց ավելի ուշադիր լինել փոքր մանրամասներին։ Նկատեց, որ Ռաֆայելը ստուգում էր իր բջջային հեռախոսը, երբ նա լոգանք էր ընդունում։ Հասկացավ, որ նա փոխում է թեման, երբ նա հիշատակում էր ինչ-որ բան միայնակ անելը, օրինակ շուկա կամ դեղատուն գնալը։ Նկատեց, որ նա միշտ պատճառներ էր գտնում նրան ուղեկցելու համար, նույնիսկ ամենապարզ գործերում։ Կարինեն կրկին զանգահարեց, այս անգամ ավելի պնդելով։ Ասաց, որ անհանգստացած է, որ Մարիամը հեռու է թվում, տարբեր։ Ցանկանում էր այցելություն կազմակերպել ամեն գնով, նույնիսկ եթե մեկ օրով լիներ։ Մարիամը ցանկություն ուներ ամեն ինչ պատմելու, իր անհանգստությունները կիսելու, բայց Ռաֆայելը այդ պահին մտավ սենյակ։ Նա կուլ տվեց իր բառերը, քրոջն ասաց, որ ամեն ինչ լավ է, որ շուտով ավելի հանգիստ կխոսեն։ Անջատելուց հետո Ռաֆայելը նստեց նրա կողքին բազմոցին։ Նա նրբորեն բռնեց նրա ձեռքը, ասաց, որ նկատում է, որ նա անհանգիստ է։ Առաջարկեց, որ գուցե լավ կլինի էլ ավելի նվազեցնել կապը արտաքին աշխարհի հետ, կենտրոնանալ միայն իրենց երկուսի գալիք երեխայի վրա։ Ասաց, որ դրսի աշխարհը քաոսային է, լի կարծիքներով, դատողություններով, որ այդ տան ներսում նրանք խաղաղություն ունեն։ Մարիամը շուրջը նայեց։ Տունը գեղեցիկ էր, իրականում։ Բայց առաջին անգամ նա զգաց, որ այդ պատերը ապաստան չեն։ Դրանք ավելին էին։ Ինչ-որ բան, որը նա դեռ չէր կարող անվանել, բայց որը ստիպում էր նրա սիրտը սեղմվել։ Ռաֆայելը շոյեց նրա դեմքը, ժպտաց, այն ժպիտը, որը մի օր գրավել էր նրան։ Բայց հիմա, այդ ժպիտի հետում ինչ-որ բան կար, որը նա այլևս չէր ճանաչում։ Մարիամի հղիությունը մտավ 6-րդ ամիս։ Նրա որովայնը կլոր էր ու ծանր, իսկ երեխայի շարժումներն ավելի ինտենսիվ դարձան։ Նա ժամեր էր անցկացնում նստած հյուրասենյակի բազկաթոռին, ձեռքը որովայնին դրած, զգալով յուրաքանչյուր հարված, յուրաքանչյուր շրջադարձ։ Դրանք միակ պահերն էին, երբ նա իրեն իսկապես ուղեկցված էր զգում։ Ռաֆայելը շարունակում էր ուշադիր լինել, բայց նրա ներկայությունն այլ բան էր դարձել։ Այն այլևս հարմարավետ չէր։ Այն հսկող էր։ Մի առավոտ Մարիամը արթնացավ, նկատեց, որ իր բջջային հեռախոսը չկա մահճակալի կողքի սեղանին։ Նա փնտրեց սենյակում, բայց չգտավ։ Երբ Ռաֆայելն արթնացավ, նա հարցրեց, թե արդյոք նա տեսել է հեռախոսը։ Նա ասաց, որ այո, գիշերը վերցրել էր, քանի որ շատ էր զանգում, խանգարում էր նրա քունը։ Նա վերադարձրեց հեռախոսը, բայց Մարիամը նկատեց, որ մի քանի զրույցներ ջնջվել էին։ Ընկերուհիների, Կարինեի, նույնիսկ իր մոր հաղորդագրությունները։ Երբ նա հարցրեց, Ռաֆայելն ասաց, որ դրանք պարզապես սպամ էին, որ ինքը օգնում էր կազմակերպել։ Մարիամը սարսուռ զգաց իր ողնաշարում։ Դա նորմալ չէր։ Նա հետ վերցրեց բջջային հեռախոսը, գնաց հյուրասենյակ, զգալով ոտքերի դողը։ Նա փորձեց վերականգնել զրույցները, բայց բոլորն էլ մշտապես ջնջվել էին։ Նա խորը շունչ քաշեց, փորձելով վերահսկել այն խուճապը, որը սկսում էր տիրել։ Ռաֆայելը հայտնվեց նրա հետում, ձեռքերը դնելով նրա ուսերին։ Ասաց, որ նա լարված է, որ պետք է հանգստանա, որ այդ ամբողջ սթրեսը լավ չէ երեխայի համար։ Այդ օրը Ռաֆայելը հայտարարեց, որ անակնկալ ունի։ Նա Մարիամին տարավ այն սենյակը, որը երեխային էր լինելու։ Նա դիզայներներ էր վարձել, տարածքը ամբողջությամբ փոխված էր։ Պատերը ներկված էին մեղմ դեղինով, սպիտակ կահույք, գեղեցիկ մահճակալ, քաթանով։ Ամեն ինչ անթերի էր։ Բայց երբ Մարիամը շուրջը նայեց, նկատեց, որ ոչինչ չէր արտացոլում իր ընտրությունները։ Նա նշել էր, որ սիրում է կանաչի երանգներ, բայց Ռաֆայելը դեղին էր ընտրել։ Նա ցանկանում էր ավելի ժամանակակից ոճ, բայց սենյակը չափազանց դասական էր։ Այնուամենայնիվ, նա ժպտաց շնորհակալություն հայտնեց։
Ռաֆայելը սպասում էր նրա հավանությանը, նա էներգիա չուներ նրան դիմակայելու համար։ Նա գրկեց նրան հետից, ձեռքերը դնելով նրա որովայնին, շշնջաց, որ շուտով լիարժեք ընտանիք կլինեն։ Մարիամը փակեց աչքերը, փորձեց հավատալ, որ ամեն ինչ լավ կլինի։ Բայց խորքում նա գիտեր, որ ինչ-որ բան շատ սխալ էր։ Հաջորդ շաբաթներին փոփոխություններն ակտիվացան։ Ռաֆայելը սկսեց էլ ավելի վերահսկել Մարիամի սնունդը։ Ասում էր, որ անհանգստացած է նրա քաշով, որ բժիշկը հատուկ դիետա էր խորհուրդ տվել։ Բայց Մարիամը չէր հիշում, որ մանկաբարձը դա ասած լիներ։ Սննդի չափաբաժինները նվազեցին։ Ռաֆայելը մատուցում էր ափսեները, դիտում էր, մինչ նա ուտում էր։ Եթե նա ինչ-որ բան էր թողնում ափսեի մեջ, նա մեկնաբանություններ էր անում վատնման պատասխանատվության մասին։ Մարիամը սկսեց անընդհատ քաղց զգալ։ Գիշերը, երբ Ռաֆայելը քնած էր, նա փորձում էր իջնել խոհանոց, բայց ննջասենյակի դուռը կողպված էր։ Նա մեղմորեն թակում էր, կանչում նրան, բայց Ռաֆայելը միտումնավոր երկար էր բացում։ Երբ վերջապես բացում էր, հարցնում էր, թե ինչ է նրան պետք։ Մարիամն ասում էր, որ ջուր կամ միրգ է ուզում։ Նա իջնում էր, բերում էր այն, ինչ նա խնդրում էր, բայց միշտ այդ հայացքով, որը ստիպում էր նրան մեղավոր զգալ իրեն անհանգստացնելու համար։ Բժշկական այցելությունները նույնպես փոխվեցին։ Նախկինում Ռաֆայելը նրան տանում էր, սպասում էր սենյակում։ Հիմա նա պնդում էր, որ միասին մտնեն։ Նա կանգնում էր նրա կողքին ամբողջ այցելության ընթացքում, պատասխանում էր հարցերին, որոնք ուղղված էին Մարիամին, մեկնաբանում էր ախտանիշների մասին, որոնց մասին նա նույնիսկ չգիտեր, որ ուներ։ Բժիշկը, միջին տարիքի մի պարոն, դոկտոր Հենրիխ անունով, սկսեց նկատել Ռաֆայելի պահվածքը, բայց ուղղակիորեն ոչինչ չասաց։ Այդ այցելություններից մեկի ժամանակ, մինչ Ռաֆայելը կարճ ժամանակով դուրս էր եկել զանգի պատասխանելու, դոկտոր Հենրիխը հարցրեց Մարիամին, թե արդյոք ամեն ինչ լավ է տանը։ Նա տատանվեց։ Ցանկանում էր պատմել, ցանկանում էր օգնություն խնդրել, բայց բառերը չէին դուրս գալիս։ Նա վախենում էր։ Վախենում էր, թե ինչ կաներ Ռաֆայելը, եթե իմանար։ Վախենում էր, որ չափազանցնում է։ Վախենում էր, որ իրեն խելագար կամ դրամատիկ կհամարեն։ Այդ իսկ պատճառով նա պատասխանեց, որ այո, ամեն ինչ լավ է։ Դոկտոր Հենրիխը երկար ժամանակ նայեց նրա աչքերին, ապա դանդաղ գլխով արեց թեման փոխեց։ Կարինեն շարունակում էր զանգահարել, բայց զրույցներն էլ ավելի մակերեսային դարձան։ Ռաֆայելը միշտ մոտ էր, Մարիամը զգում էր, որ յուրաքանչյուր բառ վերահսկվում է։ Քույրը սկսեց նկատել, որ ինչ-որ բան սխալ է։ Նա ուղղակիորեն հարցրեց, թե արդյոք Մարիամին լավ են վերաբերվում, արդյոք Ռաֆայելը լավն է նրա հետ։ Մարիամը պատասխանեց, որ այո, նա հիանալի է, բայց նրա ձայնը դողում էր։ Կարինեն ասաց, որ անակնկալ այցելելու է նրանց, որ արդեն տոմս է գնել հաջորդ ամսվա համար։ Երբ Մարիամը նշեց Կարինեի այցելության մասին, Ռաֆայելը տեսանելիորեն զայրացավ։ Ասաց, որ լավ ժամանակ չէ, որ տունը վերանորոգվում է վերին հարկում, որ շատ աղմուկ փոշի կլինի։ Մարիամը գիտեր, որ ոչ մի վերանորոգում չկար, բայց նրան չդիմակայեց։ Ռաֆայելը վերցրեց նրա հեռախոսը, հաղորդագրություն ուղարկեց Կարինեին, ասելով, որ ավելի լավ կլինի հետաձգել այցելությունը։ Մարիամը անզոր դիտում էր, մինչ նա մուտքագրում էր իր անունից։ Օրերը սկսեցին միաձուլվել միմյանց։ Մարիամը կորցնում էր ժամանակի զգացողությունը։ Այլս չգիտեր, թե որ օրն է, քանի շաբաթական հղի է ճիշտ։ Ռաֆայելը վերահսկում էր ամեն ինչ, ճաշի ժամերը, երբ նա կարող էր լոգանք ընդունել, որքան ժամանակ կարող էր անցկացնել պատշգամբում։ Նա ասում էր, որ դա անվտանգության համար է, որ նա վերջերս անփույթ էր, որ նրան ուղղորդում էր պետք։ Մի անգամ կեսօրին, մինչ Ռաֆայելը աշխատանքի էր, Մարիամը փորձեց զանգահարել Կարինեին հյուրասենյակի ստացիոնար հեռախոսից։ Բայց երբ հավաքեց, նկատեց, որ գիծը լուռ է։ Ռաֆայելը անջատել էր սարքը։ Նա փնտրեց իր բջջային հեռախոսը, բայց այն ինչ-որ տեղ կողպված էր։ Նա զգաց հուսահատության աճ։ Նա թակարդում էր։ Դեռ ոչ ֆիզիկապես, բայց բոլոր հնարավոր այլ ձերով։ Այդ գիշեր, ընթրիքի ժամանակ, Ռաֆայելը հայտարարեց, որ լուր ունի։ Ասաց, որ իր աշխատանքն ավելի շատ է պահանջում իրենից, որ հաջորդ ամիսներին հաճախ պետք է ճանապարհորդի։ Բայց հավաստիացրեց, որ Մարիամը լավ հոգ կտանի։ Նա բուժքույր էր վարձել, իր բացակայությունների ժամանակ նրա հետ մնալու համար։
Մարիամը հարցրեց, թե արդյոք կարող է վերադառնալ աշխատանքի կամ գոնե ավելի շատ ազատություն ունենալ դուրս գալու համար։ Ռաֆայելը ծիծաղեց, կարծես նա անհեթեթ կատակ արած լիներ։ Ասաց, որ 7 ամսական հղիության դեպքում անպատասխանատու է աշխատելու մասին մտածելը։ Եվ որ միայնակ դուրս գալը բացառվում էր։ Բուժքույրը եկավ հաջորդ շաբաթ։ Նա մոտ 50 տարեկան մի կին էր, լուրջ քիչ խոսող։ Ռաֆայելը նրան ներկայացրեց որպես տիկին Սիրանուշ։ Նա օրվա ընթացքում տանը կմնար, հոգ տանելով Մարիամի մասին, պատրաստելով ճաշեր ապահովելով, որ ամեն ինչ կարգին լինի։ Մարիամը փորձեց խոսել տիկին Սիրանուշի հետ, ինչ-որ կապ ստեղծել, բայ ցկինը սառն էր հեռու։ Նա պատասխանում էր միայն անհրաժեշտին, կարծես այնտեղ էր միայն հրամաններ կատարելու համար։ Մարիամը նկատեց, որ տիկին Սիրանուշը ամեն ինչ զեկուցում էր Ռաֆայելին։ Յուրաքանչյուր շարժում, յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր արտահայտություն։ Երբ Ռաֆայելը վերադառնում էր աշխատանքից, նա ճշգրիտ գիտեր, թե ինչ էր արել Մարիամը օրվա ընթացքում։ Եթե նա շատ ժամանակ էր անցկացնում պատշգամբում, նա մեկնաբանում էր։ Եթե նա փորձում էր մուտք գործել հյուրասենյակի համակարգիչ, նա կողպում էր սարքը գաղտնաբառով։ Եթե նա խնդրում էր տիկին Սիրանուշին շուկայում հատուկ ինչ-որ բան գնել, Ռաֆայելը արգելում էր։ Հսկվելու զգացումը մշտական էր։ Մարիամը սկսեց դժվարությամբ քնել։ Նա արթուն էր մնում գիշերը, նայելով առաստաղին, լսելով Ռաֆայելի շնչառությունը կողքին։ Նա մտածում էր, թե ինչպես էր հասել այստեղ։ Ինչպես մի պատմություն, որը սկսվել էր այդքան սիրով, վերածվել էր այդ լուռ մղձավանջի։ Եվ ամենակարևորը, ինչպես դուրս կգար այնտեղից։ Մի գիշեր Մարիամը անհանգստացնող երազ տեսավ։ Երազում նա փակված էր մի փոքր սենյակում, անց պատուհանների, երեխան ծնվում էր այնտեղ, միայնակ, առանց օգնության։ Նա արթնացավ քրտնած, սիրտը թրթռալով։ Ռաֆայելն արթուն էր, դիտելով նրան մթնշաղում։ Հարցրեց, թե ինչ էր երազել։ Մարիամը ստեց, ասելով, որ չի հիշում։ Բայց նա պնդեց։ Ցանկանում էր իմանալ։ Նա անորոշ բան հորինեց լողափում լինելու մասին, նա կարծես ընդունեց։ Հաջորդ օրը Ռաֆայելը առավոտյան կողպեց ննջասենյակի դուռը, աշխատանքի գնալուց առաջ։ Մարիամը լսեց բանալու պտտման ձայնը, անշարժացավ։ Նա արագ վեր կացավ, դեռս գիշերազգեստով, փորձեց բացել։ Այն կողպված էր դրսից։ Նա թակեց դուռը, կանչեց տիկին Սիրանուշին, բայց ոչ ոք չպատասխանեց։ Նա ժամեր սպասեց։ Զուգարան գնալու ցանկությունը հրատապ դարձավ։ Նա ավելի ուժեղ թակեց, բղավեց, բայց տունը լուռ մնաց։ Վերջապես, այն բանից հետո, ինչը դարեր թվաց, Ռաֆայելը բացեց դուռը։ Ասաց, որ տիկին Սիրանուշը անակնկալ է ունեցել, նա ստիպված է եղել շուտ վերադառնալ։ Ներողություն խնդրեց, ասաց, որ պատահաբար է կողպել, որ շեղված էր։ Բայց Մարիամը նրա աչքերում տեսավ, որ դա ճիշտ չէր։ Դա միտումնավոր էր։ Փորձություն։ Տեսն։ Ելու համար, թե ինչպես նա կարձագանքեր։ Չափելու նրա վախը։ Մարիամը փակվեց լոգարանում, լուռ լացեց։ Ցնցուղի ջուրը խեղդում էր նրա հեծկլտոցները։ Նա նայեց հայելու մեջ, հազիվ ճանաչեց իր արտացոլված կնոջը։ Նա ավելի նիհար էր, չնայած մեծ որովայնին։ Խորը մուգ շրջանակներ աչքերի տակ, գունատ մաշկ, անկենդան մազեր։ Ինչ էր պատահել նրան։ Որ էր այն կենսուրախ անկախ Մարիամը, ով գրականություն էր դասավանդում, երազում էր ճանապարհորդել աշխարհով մեկ։ Երբ նա դուրս եկավ լոգարանից, Ռաֆայելը նրան սպասում էր սենյակում, քնքուշ ժպիտով։ Ասաց, որ իր համար հատուկ նախաճաշ է պատրաստել, որ ցանկանում է փոխհատուցել առավոտյան վախը։ Նա նրան տարավ խոհանոց, որտեղ մրգերով, թոստերով ափսե կար։ Մարիամը մեխանիկորեն կերավ, յուրաքանչյուր պատառը կարծես տոննա էր կշռում։ Ռաֆայելը շոյում էր նրա մազերը, խոսում էր երեխայի մասին, այն մասին, թե ինչպես կլինի կյանքը ծնվելուց հետո։ Այդ գիշեր, առաջին անգամ, Մարիամը բացարձակ պարզությամբ հասկացավ։ Նա այլս զուգընկեր չէր։ Նա սեփականություն էր։ Եվ Ռաֆայելը մտադրություն չուներ նրան բաց թողնելու։ Մարիամի վիճակը կտրուկ վատթարացավ հաջորդ շաբաթներին։ Ռաֆայելն ավելի ու ավելի էր վերահսկող դառնում, այն, ինչ նախկինում նուրբ գործողություններ էին, այժմ հստակ անհերքելի միջոցներ էին։ Ննջասենյակի դուռը կողպվում էր ամեն գիշեր, առանց բացառության։
Օրվա ընթացքում, երբ Ռաֆայելն աշխատանքի էր, տիկին Սիրանուշը ստանձնում էր լուռ բանտապահի դերը։ Մարիամին թույլատրվում էր շարժվել միայն ննջասենյակի, լոգարանի հյուրասենյակի միջ։ Խոհանոցը արգելված տարածք էր։ Ճաշերը մատուցվում էին հատուկ ժամերին։ Նախաճաշը՝ ժամը 7-ին։ Ճաշը՝ կեսօրին։ Ընթրիքը՝ երեկոյան 7-ին։ Չափաբաժինները հաշվարկված էին, չափված։ Ռաֆայելն ասում էր, որ հետում է հղի կանանց համար մասնագիտացված սննդային ուղեցույցներին, բայց Մարիամը գիտեր, որ դա սուտ էր։ Նա անընդհատ քաղցած էր, երեխան անհանգիստ շարժվում էր, կարծես նույնպես զգում էր զրկանքը։ Մարիամը սկսեց նկատել փոքր մանրամասներ, որոնք նախկինում աննկատ էին մնում։ Տան պատուհանները նոր կողպե քներ ունեին, տեղադրված այնպես, որ դրանք կարող էին բացվել միայն դրսից։ Վարագույրները, որոնք նախկինում թեթ կիսաթափանցիկ էին, փոխարինվեցին ծանր անթափանց գործվածքներով։ Բնական լույսը հազիվ էր ներթափանցում սենյակներ։ Ռաֆայելն արդարանում էր, ասելով, որ դա կահույքը Երանի ուժեղ արից պաշտպանելու համար է, բայց Մարիամը հասկանում էր իրական պատճառը։ Ոչ ոք դրսից չէր կարող տեսնել, թե ինչ էր կատարվում այդ տան ներսում։ Մեկուսացումը բացարձակ դարձավ։ Ռաֆայելը վերջնականապես առգրավեց Մարիամի բջջային հեռախոսը։ Ասաց, որ նա տարված է տեխնոլոգիայով, որ պետք է անջատվի երեխայի վրա կենտրոնանալու համար։ Հյուրասենյակի համակարգիչն անհետացավ։ Ստացիոնար հեռախոսը մնաց անջատված։ Արտաքին աշխարհի հետ հաղորդակցության ցանկացած միջոց վերացվեց։ Մարիամը ամբողջությամբ անջատված էր։ Նրա ընկերուհիները, ընտանիքը, նույնիսկ Կարինեն այլս լուրեր չունեին նրա մասին։ Կարինեն, ի դեպ, հուսահատ էր։ Նա անթիվ անգամ փորձել էր զանգահարել, բայց Մարիամի հեռախոսը միշտ անջատված էր լինում։ Նա հաղորդագրություններ էր ուղարկել, որոնք երբեք չէին պատասխանվել։ Անհանգստացած լինելով, նա կապ հաստատեց Մարիամի որոշ ընկերուհիների հետ Երանում, բայց նրանցից ոչ մեկը վերջերս կապ չէր ունեցել նրա հետ։ Բոլորն էլ նույն բանն էին մեկնաբանում։ Ռաֆայելի տուն տեղափոխվելուց հետո Մարիամը պարզապես անհետացել էր սոցիալական շփումներից։ Նա փորձեց ուղղակիորեն զանգահարել տան ստացիոնար հեռախոսին, բայց գիծը միշտ լուռ էր։ Մտածեց մասնավոր հետախույզ վարձելու մասին, բայց տատանվեց։ Իսկ եթե նա չափազանցնում էր։ Իսկ եթե Մարիամն իսկապես պարզապես կենտրոնացած էր հղիության վրա, չէր ցանկանում ոչ ոքի հետ խոսել։ Կարինեն ներքուստ պայքարում էր այդ կասկածների հետ, բայց նրա բնազդը բղավում էր, որ ինչ-որ բան շատ սխալ էր։ Մինչդեռ Երանում Մարիամն ապրում էր օրեր, որոնք շաբաթներ էին թվում։ Միապաղաղությունը խախտվում էր միայն Ռաֆայելի տրամադրության փոփոխություններով։ Որոշ օրեր նա քնքուշ էր, գրեթե ինչպես հարաբերությունների սկզբում։ Ծաղիկներ էր բերում, մերսում էր նրա ոտքերը, պատմություններ էր կարդում երեխայի համար նրա որովայնում։ Այդ պահերին Մարիամը գրեթե կարող էր իրեն համոզել, որ ամեն ինչ լավ կլինի, որ դա պարզապես տարօրինակ փուլ էր։ Բայց այլ օրերին Ռաֆայելը սառն էր հեռու։ Նա ժամեր էր անցկացնում փակված գրասենյակում, հեռախոսով խոսելով ցածր ձայնով։ Մարիամը փորձում էր լսել զրույցները դռան միջից, բայց կարողանում էր միայն առանձին բառեր որսալ, փոխանցում, փաստաթղթեր, ժամկետներ, սեփականություն։ Նա սկսեց կասկածել, որ այդ ամբողջ վերահսկողության հետում ավելին կար։ Դա պարզապես տիրապետող կամ հիվանդագին խանդ չէր։ Կար մի ծրագիր։ Մի անգամ կեսօրին, մինչ տիկին Սիրանուշը զբաղված էր վերին հարկը մաքրելով, Մարիամը կարողացավ մոտենալ Ռաֆայելի գրասենյակին։ Դուռը կիսաբաց էր։ Սիրտը բարձր զարկերով նա ներս նայեց։ Սեղանին թղթեր էին սփռված, բաց թղթապանակներ, միացված նոութբուք։ Նա փորձեց տեսնել, թե ինչ էր գրված փաստաթղթերում, բայց շատ հեռու էր։ Նա լսեց աստիճաններից իջնող քայլեր, արագ վերադարձավ հյուրասենյակ, նստելով բազկաթոռին ծածնելով, թե ամսագիր է կարդում։ Տիկին Սիրանուշը անցավ նրա կողքով, ոչինչ չասելով, բայց Մարիամը նկատեց կնոջ կասկածամիտ հայացքը։ Այդ գիշեր, երբ Ռաֆայելը եկավ, նա պատահականորեն նշեց, որ Մարիամը օրվա ընթացքում եղել է գրասենյակի մոտ։ Տիկին Սիրանուշը պատմել էր։ Ռաֆայելը չբղավեց, զայրույթ չցուցաբերեց։ Նա պարզապես ասաց, սարսափելի հանգստությամբ, որ գրասենյակն իր անձնական տարածքն է, որ Մարիամը չպետք է մոտենա այնտեղ։ Այնուհետ նա կողպեց գրասենյակի դուռը բանալիով դրեց այն գրպանը։
Մարիամը հասկացավ, որ նրա յուրաքանչյուր շարժում հսկվում, զեկուցվում, վերահսկվում էր։ Գաղտնիություն չկար։ Ազատության պահեր չկային։ Օրերը շարունակվեցին, Մարիամը մտավ հղիության 8-րդ ամիս։ Նա անհարմար էր զգում, հոգնած, հուզականորեն սպառված։ Երեխան անընդհատ շարժվում էր, նա լուռ խոսում էր նրա հետ, ներողություն խնդրելով նրան այդքան դաժան աշխարհ բերելու համար։ Նա խոստանում էր, որ ամեն ինչ կանի նրան պաշտպանելու համար, բայց չգիտեր, թե ինչպես։ Այդ ժամանակ Մարիամը սկսեց նկատել Ռաֆայելի պահվածքի օրինաչափություններ։ Նա հետում էր խիստ առօրյային։ Աշխատանքի էր գնում առավոտյան 8-ին։ Վերադառնում էր ճաշելու կեսօրից մինչ կեսօրվա 1-ը։ Վերադառնում էր աշխատանքի վերջնականապես տուն էր հասնում երեկոյան 7-ի մոտ։ Երեքշաբթի, հինգշաբթի օրերին նա ավելի ուշ էր մնում, հավանաբար հանդիպումների կամ սոցիալական պարտավորությունների պատճառով։ Տիկին Սիրանուշը նույնպես ունի իր օրինաչափությունները։ Նա վերին հարկը մաքրում էր միշտ երկուշաբթի, չորեքշաբթի ուրբաթ օրերին, կեսօրվա 2-ից մինչ 4-ը։ Այդ ընթացքում նա ավելի քիչ ուշադիր էր Մարիամին։ Այդ պահերին կարճ հնարավորությունների պատուհաններ կային։ Բայց ինչ հնարավորությունների համար։ Մարիամը դեռ չգիտեր։ Բայց սկսեց դիտել, մտովի նշումներ անել, պլանավորել։ Մի առավոտ, մինչ Ռաֆայելը լոգանք էր ընդունում, Մարիամը նկատեց, որ նա բջջային հեռախոսը թողել է մահճակալի կողքի սեղանին։ Նրա սիրտը թրթռաց։ Նա նայեց լոգարանի դռանը։ Ջուրը դեռ հոսում էր։ Դողացող ձեռքերով նա վերցրեց սարքը։ Փորձեց բացել, բայց գաղտնաբար կար։ Փորձեց նրա ծննդյան ամսաթիվը։ Չաշխատեց։ Փորձեց ակնհայտ համակցություններ։ Ոչինչ։ Նա պատրաստվում էր հանձնվել, երբ հիշեց մի մանրամասն։ Մի անգամ Ռաֆայելը նշել էր, որ միշտ նույն գաղտնաբառն է օգտագործում ամեն ինչի համար, հարմարավետության համար։ Եվ այդ գաղտնաբառը թվային հաջորդականություն էր, կապված իր տատիկի տան հասցեի հետ։ Մարիամը մշուշոտ հիշում էր պատմությունը։ Նա փորձեց։ Բջջային հեռախոսը բացվեց։ Ջուրը դադարեց։ Հոսել լոգարանում։ Մարիամը անշարժացավ։ Ռաֆայելը դուրս էր գալիս ցնցուղից։ Նա մի քանի վայրկյան ուներ։ Արագորեն բացեց հաղորդագրությունները։ Նրան ապացույցներ էին պետք, ինչ-որ բան, որը կարող էր օգտագործել։ Բայց այն, ինչ նա տեսավ, սառեցրեց նրան։ Կային զրույցներ Ռուբեն անունով մեկի հետ, որտեղ Ռաֆայելը քննարկում էր գույքի փոխանցման փաստաթղթերը։ Նա նշում էր լիազորագրեր, վկայագրեր, գույքը ձեռք բերելու ռազմավարություններ։ Հաղորդագրություններից մեկում Ռաֆայելը գրում էր. Երբ երեխան ծնվի, նա ամեն ինչ կստորագրի։ Նա այնքան թուլացած է, որ նույնիսկ չի հասկանա, թե ինչ է ստորագրում։ Խնամակալությունը ապահովելուց հետո մնացածը հեշտ է։ Մարիամը զգաց, որ գետինը սահում է իր ոտքերի տակից։ Ռաֆայելը նրան չէր սիրում։ Երբեք չէր սիրել։ Այդ ամենը բարդ ծրագիր էր նրա ունեցվածքը վերցնելու համար։ Տունը, որը նա ժառանգել էր իր տատիկից էջմիածնում։ Ծնողների բնակարանի վաճառքից ստացված գումարը։ Իր խնայողությունները։ Ամեն ինչ։ Նա ուսումնասիրել էր նրա մասին, բացահայտել, որ նա ունեցվածք ունի, կատարյալ թակարդ էր պատրաստել։ Լոգարանի դուռը բացվեց։ Ռաֆայելը դուրս եկավ սրբիչը գոտկատեղին։ Մարիամն արդեն հեռախոսը դրել էր իր տեղը նստած էր անկողնում, ծածնելով, թե բարձերն է հարմարեցնում։ Նա նայեց նրան, ապա հեռախոսին։ Վերցրեց սարքը, ստուգեց։ Մարիամը աղոթեց, որ ոչ մի գրառում չլինի, որ նա մուտք է գործել։ Ռաֆայելը հեռախոսը դրեց տաբատի գրպանը ժպտաց։ Բարի լույս, սեր իմ։ Լավ քնեցի՞ր։ Մարիամը գլխով արեց, անկարող խոսելու։ Նա մոտեցավ, համբուրեց նրա ճակատը գնաց զգեստապահարան, ընտրելու օրվա հագուստը։ Մարիամը հանգստացած շունչ քաշեց, բայց նրա սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ նա վստահ էր, որ նա կարող էր լսել։ Հիմա նա գիտեր ճշմարտությունը։ Ռաֆայելը վտանգավոր էր։ Եվ նա պետք է արագ գործեր, մինչ ուշ չլիներ։ Հաջորդ օրերին Մարիամը սկսեց ամեն ինչին էլ ավելի ուշադիր լինել։ Երբ Ռաֆայելը գրասենյակում էր, նա ուշադիր էր ձայներին։ Նա լսեց հեռախոսազրույցներ, որտեղ նա նշում էր փաստաբաններ, ամսաթվեր, ստորագրություններ։
Նա հասկացավ, որ մանրամասն ծրագիր կար, որ նա պարզապես մի խաղաքար էր այդ դաժան խաղում։ Բայց Մարիամն այլս այն միամիտ սիրահարված կինը չէր, ով ամիսներ առաջ տեղափոխվել էր այդ տուն։ Ցավը, վախը, մեկուսացումը ինչ-որ բան էին փոխել նրա ներսում։ Նա վախեցած էր, այո, բայց նա վճռական էր։ Եթե Ռաֆայելը կարծում էր, որ նա պարզապես պասիվ զոհ կլինի, նա խիստ սխալվում էր։ Նա կսկսեր պայքարել։ Լուր, ռազմավարական, բայց կպայքարեր։ Մարիամը սկսեց կրկնակի կյանքով ապրել այդ տան ներսում։ Դրսից նա պահպանում էր հնազանդ կնոջ թուլացած հղիի տեսքը։ Նա հեզորեն պատասխանում էր Ռաֆայելի հրամաններին։ Ուտում էր այն, ինչ նրան մատուցվում էր, մնում էր թույլատրված տարածքներում։ Բայց ներսից նրա միտքը անխոնջ աշխատում էր։ Նա գոյատման ռեժիմում էր, յուրաքանչյուր տեղեկություն, որը նա կարողանում էր հավաքել, մի կտոր էր այն հանելուկից, որը պետք է հավաքեր։ Առաջին բանը, որ Մարիամն արեց, ժամանակը նշելն էր։ Ռաֆայելը հեռացրել էր բոլոր ժամացույցներն ու օրացույցները նրա տեսադաշտից, նա ամբողջությամբ կորցրել էր օրերի զգացողությունը։ Օգտագործելով մի գդալ, որը նա կարողացել էր թաքցնել ճաշի ժամանակ, նա սկսեց փոքր նշաններ անել ննջասենյակի պահարանի հետի պատին, որտեղ ոչ ոք չէր տեսնի։ Յուրաքանչյուր օր մի գիծ էր։ Յուրաքանչյուր շաբաթ 7 գծից բաղկացած մի շարք։ Այսպիսով, գոնե նա կիմանար, թե որքան ժամանակ էր ապրում այդ մղձավանջը։ Աստիճանաբար Մարիամը նկատեց, որ տիկին Սիրանուշը այնքան զգոն չէր, որքան թվում էր։ Կինը խիստ հետում էր Ռաֆայելի հրահանգներին, բայց իր էությամբ ծույլ էր։ Երբ նա բարձրանում էր վերին հարկը մաքրելու, ավելի շատ ժամանակ էր ծախսում, քան անհրաժեշտ էր։ Երբեմն Մարիամը լսում էր, թե ինչպես են հեռախոսով խոսում, հավանաբար ընտանիքի անդամների հետ։ Այդ պահերին նա մի քանի թանկարժեք րոպեներ ուներ հարաբերական ազատության։ Հենց այդ պահերից մեկի ժամանակ Մարիամը կարողացավ ավելի շատ ուսումնասիրել տունը։ Լուր շարժվելով, ծանր որովայնով, որը յուրաքանչյուր քայլը ջանք էր դարձնում, նա գնաց խոհանոց։ Նա հեռախոս փնտրեց ինչ-որ բան, որը կարող էր օգտագործել արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու համար։ Ոչինչ օգտակար չգտավ։ Ռաֆայելը մանրակրկիտ էր եղել, վերացնելով կապի ցանկացած հնարավորություն։ Բայց նա հետաքրքիր բան գտավ։ Մի փոքր ֆլեշ կրիչ, թաքնված պարագաների դարակում։ Այն գտնվում էր լուցկու տուփի մեջ։ Մարիամը վերցրեց այն արագորեն թաքցրեց իր հագած լայն բլուզի թում։ Նա վերադարձավ հյուրասենյակ վայրկյաններ առաջ, երբ տիկին Սիրանուշը իջավ աստիճաններով։ Նրա սիրտը արագ էր բաբախում, բայց նա կարողացավ պահպանել չեզոք արտահայտություն։ Այդ գիշեր, երբ Ռաֆայելը քնած էր, Մարիամը արթուն մնաց, մտածելով ֆլեշ կրիչի մասին։ Ինչ կար դրա մեջ։ Ինչու՞ էր Ռաֆայելը թաքցնում այն։ Նա պետք է պարզեր, բայց խնդիրն այն էր, որ նա մուտք չուներ որե համակարգչի։ Գրասենյակի նոութբուքը կողպված էր, Ռաֆայելն իր սեփական նոութբուքը ամեն օր տանում էր աշխատանքի։ Հաջորդ օրերին Մարիամը սկսեց ուշադիր լինել Ռաֆայելի հեռախոսազրույցներին։ Նա սովորություն ուներ հեռախոսով խոսել գրասենյակում, փակ դռնով, բայց երբեմն ձայնը դուրս էր գալիս ճեղքերից։ Նա նստում էր միջանցքում բավականաչափ մոտ զրույցների հատվածները լսելու համար, բայց բավականաչափ հեռու ծածնելու համար, թե պարզապես հանգստանում է, եթե հայտնաբերվեր։ Այսպես նա լսեց, թե ինչպես է Ռաֆայելը իր մասին խոսում ինչ-որ մեկի հետ։ Նրա ձայնը սառն էր, հաշվարկող։ Ասում էր, որ ամեն ինչ ընթանում է ըստ պլանի, որ նա ամբողջությամբ վերահսկողության տակ է, որ երբ երեխան ծնվի, նրան ստիպելու է ստորագրել սեփականության փոխանցման փաստաթղթերը։ Նա նշեց, որ Էջմիածնի տունը հսկայական կարողություն կարժենա շուկայում, որ նրա խնայողությունները, իրերին գումարած, լավ սկզբնական ներդրում կլինեն։ Մարիամը սրտխառնոց զգաց։ Դա պարզապես գումարը չէր։ Ռաֆայելը նախատեսում էր ամեն ինչ վերցնել նրանից։ Եվ ավելին, նա խոսում էր երեխայի խնամակալության մասին, կարծես դա մի գործիք լիներ։ Նա ցանկանում էր ամբողջությամբ մեկուսացնել Մարիամին, գուցե նույնիսկ հեռացնել նրան երեխայից, օգտագործելով նրա թուլացած հուզական վիճակը որպես արդարացում։ Ծրագիրը դաժան էր բարդ։ Վճռական լինելով այլս պասիվ զոհ չլինելու, Մարիամը սկսեց մանրամասներ անգիր անել։ Անուններ, որոնք Ռաֆայելը նշում էր։ Փաստաբան Ռուբենը։ Վարդան անունով հաշվապահը։ Էջմիածնում գտնվող հատուկ անշարժ գույքի գործակալություն։
Յուրաքանչյուր տեղեկություն պահվում էր մտովի, քանի որ նա հնարավորություն չուներ դրանք գրի առնելու։ Նրա ուղեղը դարձավ ապացույցների գաղտնի արխիվ։ Մի անգամ կեսօրին, մինչ տիկին Սիրանուշը շեղված էր հեռուստացույց դիտելով հետի սենյակում, Մարիամը կարողացավ կրկին մոտենալ գրասենյակին։ Այս անգամ նա զգուշորեն փորձեց դռան բռնակը։ Այն կողպված էր, ինչպես սպասվում էր։ Բայց նա նկատեց մի բան։ Բանալին գտնվում էր կողպեքի մեջ, ներսից։ Ռաֆայելը հավանաբար մոռացել էր այն հանել։ Շատ զգուշորեն Մարիամը վերցրեց մի թուղթ, որը նա գտել էր օրեր առաջ, այն սահեցրեց դռան տակից։ Այնուհետ, օգտագործելով մազակալ, որը նա թաքցրած էր պահում, նա փորձեց բանալին հրել կողպեքի միջով։ Դա մի քանի րոպեի հիասթափեցնող փորձեր պահանջեց, բայց վերջապես նա հաջողեց։ Բանալին ընկավ մյուս կողմից, թղթի վրա։ Նա դանդաղ քաշեց թուղթը, իր հետ բերելով բանալին։ Նրա ձեռքը այնքան էր դողում, որ նա հազիվ էր ամեն ինչ չթողնում։ Նա խորը շունչ քաշեց, փորձելով վերահսկել նյարդայնությունը։ Նա ձայներ լսեց հետի սենյակից։ Տիկին Սիրանուշը դեռ այնտեղ էր։ Արագ շարժումներով նա բացեց դուռը, մտավ գրասենյակ, փակելով դուռը իր հետից։ Գրասենյակը գրեթե մոլուցքով կազմակերպված էր։ Թղթապանակները հավասարեցված էին, թղթերը ճշգրիտ կույտերով։ Մարիամը ուղիղ գնաց սեղանի վրայի նոութբուքին։ Այն փակ էր, բայց կողպված չէր։ Նա բացեց այն, տեսավ, որ այն միացված է, պարզապես սպասման ռեժիմում։ Էկրանը լուսավորվեց, գաղտնաբառ պահանջելով։ Նա փորձեց նույն գաղտնա բառը, ինչ բջջային հեռախոսինը։ Այն աշխատեց։ Նրա սիրտը թրթռաց։ Շատ ժամանակ չուներ։ Նա արագ փնտրեց համապատասխան ֆայլեր։ Նա գտավ ծրագիր Մ անունով թղթապանակ։ Բացեց այն։ Կային սկանավորված փաստաթղթեր, լիազորագրեր, պայմանագրեր, անշարժ գույքի վկայագրեր։ Նրա անունը բոլորի վրա էր, բայց ստորագրությունները կեղծված էին։ Ռաֆայելն արդեն ամեն ինչ պատրաստ էր ունեցել։ Մնում էր միայն նրան համոզելը ստորագրել բնօրինակ տարբերակները։ Նա քայլեր լսեց։ Խուջաբ։ Նա արագ փակեց ամեն ինչ, անջատեց նոութբուքը, վազեց դեպի դուռը։ Դուրս եկավ, կրկին կողպեց, փորձեց բանալին հետ տալ կողպեքի միջով, հրելով այն մազակալով։ Բայց նա չափազանց նյարդային էր։ Բանալին ընկավ հատակին, մյուս կողմից, լսելի ձայնով։ Տիկին Սիրանուշը հայտնվեց միջանցքում։ Ինչ եք անում այստեղ, տիկին։ Մարիամը արագ մտածեց։ Ինձ վատ էր։ Եկել էի խոհանոցից ջուր վերցնելու։ Խոհանոցը տան մյուս կողմում է։ Մարիամը ձեռքը դրեց որովայնին, ցավի արտահայտություն արեց։ Մոլորվեցի։ Գլխապտույտ ունեմ։ Տիկին Սիրանուշը կասկածամտորեն նայեց նրան, բայց օգնեց նրան վերադա։ Ռնալ հյուրասենյակ։ Մարիամը նստեց բազկաթոռին, ծացնելով, թե վատառողջ է։ Կինը մի բաժակ ջուր բերեց, դիտում էր։ Մի քանի րոպե անց նա վերադարձավ իր գործերին, բայց Մարիամը գիտեր, որ տիկին Սիրանուշը միջադեպը կզեկուցի Ռաֆայելին։ Այդ գիշեր Ռաֆայելը եկավ սովորականից շուտ։ Նրա դեմքը փակ էր։ Մարիամը հյուրասենյակում կարդում էր, երբ նա մտավ։ Նա չողջունեց նրան։ Նա ուղիղ գնաց գրասենյակ։ Մարիամը լսեց բացվող դուռը, քայլեր, լռություն։ Այնուհետ Ռաֆայելը վերադարձավ հյուրասենյակ։ Տիկին Սիրանուշը ինձ ասաց, որ դուք այսօր տանն էիք շրջում։ Գրասենյակի մոտ։ Մարիամը ձայնը պահեց ամուր։ Ինձ վատ էր։ Փորձում էի ջուր գտնել։ Խոհանոցը այդ ուղղությամբ չէ։ Գլխապտույտ ունեի։ Շփոթվեցի։ Ռաֆայելը մոտեցավ, ուսումնասիրելով նրա դեմքը։ Մարիամը պահպանեց հայացքը, նույնիսկ սրտի անկանոն բաբախելիս։ Վերջապես նա հոգոց հանեց։ Դուք պետք է ավելի շատ հանգստանաք։ Շփոթվում եք։ Դա լավ չէ երեխայի համար։ Մարիամը գլխով արեց, աչքերը իջեցնելով։ Ռաֆայելը գոհ թվաց նրա հնազանդությունից։ Նրանք լուր ընթրեցին։ Այնուհետ նա նրան տարավ ննջ։ Ասենյակ կողպեց դուռը, ինչպես միշտ։ Բայց Մարիամը գիտեր, որ կասկածի սերմ էր ցանել նրա մտքում։ Նա պետք է ավելի զգույշ լիներ։
Հաջորդ օրերին Մարիամը հնազանդ կնոջ օրինակ էր։ Նա ոչինչ չէր հարցնում, չէր շարժվում անհրաժեշտից ավելին, մնում էր լուռ հնազանդ։ Ռաֆայելը մի փոքր թուլացավ։ Նա կրկին քնքուշ դարձավ, մերսում էր նրա ոտքերը, խոսում էր ապագայի մասին։ Բայց Մարիամը տեսնում էր դիմակի միջով։ Նա գիտեր նրա իրական մտադրությունները։ Եվ այնուհետ անսպասելի բան տեղի ունեցավ։ Մի առավոտ, մինչ նա մի քանի րոպե նստած էր պատշգամբում, տիկին Սիրանուշի հսկողության ներքո Մարիամը տեսավ մի կնոջ, որը անցնում էր մայթով։ Կինը նայեց տանը, ապա Մարիամին։ Նրա հայացքում ինչ-որ բան կար, ճանաչման կամ անհանգստության կայծ։ Մարիամը փորձեց ինչ-որ նշան անել, բայց տիկին Սիրանուշը կանչեց նրան ներս, մինչ նա կարող էր որևէ բան անել։ Ո՞վ էր այդ կինը։ Մարիամը օրվա մնացած մասը մտածում էր այդ մասին։ Արդյոք նա մեկն էր, ով կարող էր օգնել իրեն։ Թե պարզապես որե անծանոթ։ Նա չգիտեր, բայց արտաքին աշխարհի հետ տեսողական կապի այդ կարճ ահը նրա ներսում ինչ-որ բան վերակենդանացրեց։ Հույս։ Դեռ հույս կար։ Մինչ Մարիամն ապրում էր իր լուռ մղձավանջը երանում, Կարինեն պատրաստվում էր կտրուկ որոշում կայացնել Գյումրիում։ Ավելի քան մեկ ամիս էր, ինչ նա չէր կարողանում խոսել քրոջ հետ, անհանգստությունը վերածվել էր հուսահատության։ Կապ հաստատելու բոլոր փորձերը ձախողվում էին։ Մարիամի բջջային հեռախոսը միշտ անջատված էր։ Տան հեռախոսը չէր աշխատում։ Հաղորդագրությունները երբեք չէին պատասխանվում։ Կարինեն որոշեց մասնավոր հետախույզ վարձել։ Նա իրավիճակը բացատրեց Ավագ անունով փորձառու մասնագետին, ով աշխատում էր անհայտ կորածների դեպքերով։ Ավագը ուշադիր լսեց, ասաց, որ կզբաղվի գործով։ Նա սկսեց հիմնական ստուգումներ կատարել, բանկային գրառումներ, կրեդիտ քարտի շարժեր, սոցիալական ցանցերի ակտիվություն։ Այն, ինչ նա հայտնաբերեց, տագնապալի էր։ Մարիամը շաբաթներով չէր շարժել իր բանկային հաշիվը։ Կրեդիտ քարտով գնումներ չկային։ Նրա սոցիալական ցանցերը ամբողջությամբ անակտիվ էին։ Կարծես նա անհետացել էր երկրի երեսից։ Ավագը գնաց երան, սկսեց Ռաֆայելի տան գաղտնիը։ Սկողությունը։ Այն, ինչ նա տեսավ, խորապես մտահոգեց նրան։ Տունը շրջապատված էր բարձր պարիսպներով։ Պատուհանները մշտապես փակ էին, ծանր վարագույրները խոչընդոտում էին ներսի ցանկացած տեսարան։ Ոչ ոք չէր մտնում կամ դուրս գալիս, բացի Ռաֆայելից մի տարեց կնոջից, ում ավագը ճանաչեց որպես աշխատող։ Մարիամի նշան չկար։ 3 օրվա դիտարկումների ընթացքում նա նրան ոչ մի անգամ չտեսավ։ Ավագը որոշեց մոտենալ որոշ հարանների, ծածնելով, թե Մարիամի հեռավոր զարմիկն է։ Մի տիկին, ով 2 տուն այն կողմ էր ապրում, մեկնաբանեց, որ տարօրինակ է, քանի որ ամիսներ էր, ինչ չէր տեսել հղի աղջկան։ Ասաց, որ սկզբում սովոր էր նրան տեսնել պատշգամբում, բայց դրանից հետո երիտասարդ կինը պարզապես անհետացել էր։ Մի այգեպան, ով աշխատում էր հարան տանը, նշեց, որ երբեմն տարօրինակ ձայներ էր լսում բնակավայրից, բայց երբեք ճշգրիտ չգիտեր, թե ինչ։ Ավագը զանգահարեց Կարինեին, մանրամասն զեկույցով։ Նրա գնահատականը հստակ էր։ Ինչ-որ բան շատ սխալ էր կատարվում այդ տանը։ Կարինեն զգաց, որ արյունը սառեց։ Նա առաջարկեց անմիջապես ոստիկանություն կանչել, բայց ավագը զգուշացրեց նրան, որ առանց ռիսկային իրավիճակի կոնկրետ ապացույցների դժվար կլինի խուզարկության օրթեր ստանալ։ Նրանց ավելին էր պետք։ Հենց այդ ժամանակ տեղի ունեցավ այն իրադարձությունը, որը կփոխեր ամեն ինչ։ Մի կեսօր երանում, փոթորիկով, ուժեղ քամիներով, հորդառատ անձրով։ Ռաֆայելի տան էներգիան անջատվեց մի քանի րոպեով։ Երբ այն վերականգնվեց, անվտանգության համակարգում խափանում տեղի ունեցավ։ Տան ներքին տեսախցիկներից մեկը, որը Ռաֆայելը տեղադրել էր Մարիամին վերահսկելու համար, պատահաբար միացվեց ինտերնետին, առանց սովորական պաշտպանության։ Ավագը, ով իր հետաքննությունների միջոցով ստացել էր բնակավայրի հասցեն, հայտնաբերեց խախտումը։ Նա կարողացավ կարճ ժամանակով մուտք գործել տեսախցիկի հեռարձակմանը։ Այն, ինչ նա տեսավ, ցնցեց նրան։ Մարիամը նստած էր սենյակի հատակին, տեսանելիորեն նիհարած, մեծ որովայնով, որը հակադրվում էր մարմնի մնացած փխրուն հատվածին։ Նրա հագուստը լայն էր, մազ։ Երը, անհարթ։ Նա 2 ձեռքով բռնել էր որովայնը, առաջ ու հետ ջոջվելով։ Ավագը մի քանի վայրկյան ձայնագրեց պատկերը, մինչ կապն ընդհատվեց։
Նա անմիջապես զանգահարեց Կարինեին ուղարկեց տեսանյութը։ Կարինեն դիտեց սկսեց հուսահատորեն լացել։ Էկրանի վրա գտնվող այդ փխրուն կինը հազիվ էր նման իր քրոջը։ Ինչ էր Ռաֆայելը անում նրա հետ։ Այս անգամ կասկածներ չկային։ Կարինեն դիմեց իշխանություններին։ Տեսանյութը որպես ապացույց օգտագործելով նա կարողացավ ստիպել ոստիկանությանը հետաքննություն սկսել։ Պատասխանատու ոստիկանապետը Հենրիխ Գալստյան անունով մի մարդ լուրջ վերաբերվեց գործին։ Նա սկսեց խուզարկության առգրավման օրդեր ստանալու ընթացակարգեր։ Բայց իրավական գործընթացները ժամանակ էին պահանջում, Կարինեն վախենում էր, որ բավարար ժամանակ չունեն։ Մինչդեռ Երանում Մարիամը գաղափար անգամ չուներ, որ օգնությունը մոտ էր։ Նրա վիճակն էլ ավելի էր վատթարացել։ Ռաֆայելը նկատել էր, որ նա ավելի դիտորդ էր դառնում, ավելի ուշադիր։ Որպես պատիժ օրեր առաջ տունը ուսումնասիրելու փորձի համար, նա որոշեց էլ ավելի սահմանափակել նրա ատությունը։ Այժմ Մարիամը կարող էր ննջասենյակից դուրս գալ միայն զուգարան գնալու համար, նույնիսկ այդ դեպքում տիկին Սիրանուշը դուռը հսկում էր։ Ճաշերը մատուցվում էին հենց սենյակում։ Մարիամը ուտում էր նստած անկողնում, միայնակ, մինչ Ռաֆայելն աշխատում էր կամ զբաղվում էր իր մութ գործերով։ Միայնությունը ջնշող էր։ Նա խոսում էր երեխայի հետ իր որովայնում, ներողություն խնդրելով ամեն ինչի համար, խոստանալով, որ ամեն ինչ կանի նրան պաշտպանելու համար, երբ նա ծնվի։ Մի գիշեր Մարիամը արթնացավ թեթ կծկումներով։ Դեռ մի քանի շաբաթ կար մինչ ծննդաբերության նախատեսված ամսաթիվը, բայց սթրեսը անբարենպաստ պայմանները ազդում էին հղիության վրա։ Նա կանչեց Ռաֆայելին, ով քնած էր նրա կողքին։ Նա արթնացավ, ստուգեց ասաց, որ դրանք պարզապես մարզական կծկումներ են։ Նա նրան հիվանդանոց չտարավ։ Ասաց, որ անհրաժեշտ չէ, որ նա չափազանցնում է։ Մարիամը գիշերն անցկացրեց արթուն, վերահսկելով կծկումները։ Դրանք ի վերջո դադարեցին, բայց վախը մեծ էր։ Նա հասկացավ, որ Ռաֆայելն իրականում չէր մտածում իր առողջության կամ երեխայի առողջության մասին։ Նա պարզապես սպասում էր ճիշտ պահին իր ծրագիրը իրականացնելու համար։ Եվ նա պետք է գործեր, մինչ ուշ չլիներ։ Հենց այդ ժամանակ Մարիամը հիշեց ֆլեշ կրիչի մասին, որը նա գտել թաքցրել էր։ Նա դեռ չէր կարողացել մուտք գործել դրան, բայց գուցե այնտեղ կարևոր տեղեկություններ կային։ Նա պետք է գտներ մի միջոց, բովանդակությունը տեսնելու համար։ Բայց ինչպես։ Նա մուտք չուներ որևէ համակարգչի։ Եթե միայն նա կարողանար դուրս գալ այդ տնից կամ ֆլեշ կրիչը մեկին ուղարկել։ Նա սկսեց հուսահատ ծրագիր մշակել։ Այն պահերից մեկի ժամանակ, երբ տիկին Սիրանուշը շեղված էր, Մարիամը փոքրիկ գրություն գրեց զուգարանի թղթի մի կտորի վրա, օգտագործելով հոնքերի մատիտ, որը նա թաքցրել էր։ Հաղորդագրությունը պարզ էր։ Ես փակված եմ։ Ռաֆայել Օլիվեիրա։ Ծաղկի փողոց 237, Կենտրոն, Երան։ Խնդրում եմ, օգնեք։ Մարիամ Կոստա։ Նա գրությունը ֆլեշ կրիչի հետ միասին թաքցրեց դատարկ սանիտարական բարձիկի տուփի մեջ։ Նրա ծրագիրն էր դրանք նետել զուգարանի պատուհանից, տան միակ պատուհանից, որը ջաղեր չուներ, շատ փոքր բարձր լինելու պատճառով։ Դա ռիսկային էր, քանի որ կարող էր ոչինչ չտալ։ Բայց դա նրա միակ հնարավորությունն էր։ Նա սպասեց ճիշտ պահին։ Մի առավոտ, երբ նա գնաց զուգարան, ստուգեց, որ տիկին Սիրանուշը զբաղված է ներքի հարկում։ Նա բարձրացավ զուգարանակոնքի կափարիչի վրա, հասավ բարձր պատուհանին, կարողացավ բացել այն։ Ամբողջ ուժով նա նետեց փաթեթը դուրս, փողոցի ուղղությամբ։ Նա լսեց այն պատի մյուս կողմից ընկնելու ձայնը։ Նա չգիտեր, թե արդյոք մեկը կգտնի այն, կամ արդյոք այն պարզապես կանտեսվի որպես աղբ։ Բայց դա այն ամենն էր, ինչ նա կարող էր անել։ Նա արագ փակեց պատուհանը, իջավ, լվանալով դեմքը, անհանգստությունը քողարկելու համար։ Այդ գիշեր փոթորիկը հասավ Երան։ Կայծակները կտրում էին երկինքը, ամպրոպները թափահարում էին պատուհանները։ Անձրը հորթառատ էր։ Ռաֆայելը հատկապես նյարդային էր։ Նա անընդհատ զանգերի էր պատասխանում, ցածր ձայնով էր խոսում, կարծես ինչ-որ բանից անհանգստացած լիներ։ Մարիամը նկատեց, որ նա ճնշման տակ էր։ Գուցե նրա ծրագրերը չէին ընթանում այնքան լավ, որքան նա սպասում էր։ Եվ այնուհետ, փոթորկի մեջտեղում, նրանք ուժեղ թակոցներ լսեցին դռան վրա։ Ռաֆայելը գնաց հյուրասենյակի պատուհանին դուրս նայեց։
Նրա դեմքը գունատվեց։ Նա վազելով վերադարձավ ննջասենյակ, բռնեց Մարիամին, թից տարավ նրան զգեստապահարան։ Նա նրան փակեց ներսում։ Լուռ մնացեք։ Ոչ մի ձայն մի հանեք։ Եթե անեք, կզղջաք։ Մարիամը մնաց մթության մեջ, լսելով խուլ ձայներ։ Ավելի շատ թակոցներ։ Ձայներ։ Ռաֆայելը ինչ-որ բան էր բղավում։ Ծանր քայլեր տան միջով։ Նրա սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ ցավում էր։ Ինչ էր կատարվում։ Գողեր էին։ Թե արդյոք օգնություն էր։ Րոպեները ժամեր էին թվում։ Մարիամը ծնկի էր իջած զգեստապահարանի հատակին, գրկած իր որովայնը։ Երեխան անհանգիստ շարժվում էր, զգալով նրա սթրեսը։ Նա լուռ աղոթում էր, պաշտպանություն խնդրելով, փրկույթ խնդրելով։ Եվ այնուհետ նա լսեց Ռաֆայելի ձայնը, որը բղավում էր։ Նա լավ է։ Նա պարզապես հանգստանում է։ Դուք չեք կարող ներս մտնել։ Բայց մեկ այլ ձայն, ամուր հեղինակավոր, պատասխանեց. Մենք օրդեր ունենք։ Հեռացեք ճանապարհից։ Քայլեր մոտեցան։ Ինչ-որ մեկը փորձեց բացել զգեստապահարանի դուռը։ Այն կողպված էր։ Մարիամը ներսից թակեց, բղավելով. Ես այստեղ եմ։ Խնդրում եմ, հանեք ինձ այստեղից։ Ինչ-որ բան կոտրվելու ձայն լսվեց։ Դուռը բացվեց։ Լույսը լցվեց մութ տարածք։ Մարիամը տեսավ համազգեստներ։ Ոստիկանություն։ Նա սկսեց լացել, հուսահատության հետ խառնված թեթացման լաց։ Քնքուշ ձեռքերը օգնեցին նրան վեր կենալ։ Մի կին ձայն ասաց. Դուք հիմա ապահով եք։ Մենք ձեզ դուրս կհանենք այստեղից։ Մարիամին դուրս բերեցին զգեստապահարանից։ Նա տեսավ, թե ինչպես էին Ռաֆայելին ձեռնաշղթաներով կապում հյուրասենյակում, բարձրաձայն բողոքելով, ասելով, որ դա սխալմունք է։ Բայց ոստիկանները ապացույցներ ունեին։ Ավագի ձայնագրությունը, Կարինեի բողոքը, նրանք նա գտան ֆլեշ կրիչը գրությունը, որը Մարիամը նետել էր պատուհանից։ Մի հարանուհի, ով մեքենայով էր անցնում, գտել էր փաթեթը, հետաքրքրված, բացել էր այն։ Նա կարդացել էր հաղորդագրությունը, անմիջապես զանգահարել էր ոստիկանություն։ Մարիամին տարան շտապ օգնության մեքենա, որը սպասում էր դրսում։ Բուժաշխատողները արագ զննեցին նրան, ստուգեցին երեխայի կենսական նշանները։ Նա ջրազրկված էր, թերսնված, բայց երեխան դեռ լավ էր։ Անհապաղ պետք էր հիվանդանոց գնալ։ Մինչ նրան դնում էին պատգարակի վրա, Մարիամը տեսավ, թե ինչպես է Կարինեն իջնում մեքենայից վազում իր ուղղությամբ, դեմքը արցունքներով ողողված։ Հիվանդանոցը ամբողջովին այլ աշխարհ էր։ Սպիտակ լույսեր, հակասեպտիկի հոտ, բուժքույրերի հանգիստ ձայներ։ Մարիամը բառ կաց էր հարմարավետ անկողնում, միացված շիճուկներին, մոնիտորներին։ Կարինեն նրա կողքից չէր հեռանում, բռնելով նրա ձեռքը, կարծես վախենալով, որ նա կարող է կրկին անհետանալ։ Արցունքները հոսում էին երկուսի դեմքերից էլ, բայց դրանք թեթացման արցունքներ էին։ Բժիշկները մի շարք հետազոտություններ կատարեցին։ Մարիամը խիստ թերսնված, ջրազրկված էր։ Երեխան հրաշքով առողջ էր, բայց մինչ ծննդաբերությունը անհրաժեշտ էր մշտական հսկողություն։ Կանխատեսվում էր, որ երեխան կծնվի հաջորդ 2-3 շաբաթվա ընթացքում։ Մինչ այդ պետք էր կայունացնել Մարիամին։ Առաջին օրերին Մարիամը հազիվ էր կարողանում խոսել։ Այն տրավման, որ նա ապրել էր, անշարժացրել էր նրան։ Նա անընդհատ մղձավանջներ էր տեսնում, գիշերվա կեսին արթնանում էր բղավելով, մտածելով, որ դեռ փակված է այդ սենյակում։ Կարինեն քնում էր անկողնու կողքի բազկաթոռին, արթնանալով ամեն անգամ, երբ քույրը անհանգստանում էր, հանգստացնելով նրան մեղմ խոսքերով, պաշտպանիչ գրկախառնություններով։ Ոստիկանապետ Հենրիխ Գալստյանը հիվանդանոց եկավ երրորդ օրը։ Նա իր հետ բերեց տրավմայի մասնագետ։ Հոգեբանի։ Նա քնքշորեն բացատրեց, որ Մարիամի պատմությունը պետք է Ռաֆայելի դեմ մեղադրանքները պաշտոնականացնելու համար։ Բայց միայն այն ժամանակ, երբ նա իրեն պատրաստ զգա։ Շտապելու կարիք չկար։ Կարորը նրա ապաքինումն էր։ Մարիամին մի քանի օր պահանջվեց մտքերը կարգի բերելու համար։ Կարինեի հոգեբանի աջակցությամբ նա սկսեց պատմել իր պատմությունը։ Յուրաքանչյուր ցավալի մանրամասն զեկուցվեց։
Աստիճանական մեկուսացումը, մանիպուլյացիաները, վերահսկողությունը, Ռաֆայելի ծրագիրը, նրա ունեցվածքը վերցնելու համար։ Ոստիկանապետը ուշադիր լսում էր, ամեն ինչ գրի առնելով, նրա արտահայտությունն ավելի ու ավելի լուրջ էր դառնում։ Ֆլեշ կրիչը, որը Մարիամը գտել էր, ապացույցների ոսկու հանք էր։ Այն պարունակում էր էլեկտրոնային նամակներ Ռաֆայելի նրա փաստաբան Ռուբենի միջ, մանրամասնելով ամբողջ սխեման։ Կային նա կեղծված փաստաթղթեր, կեղծված լիազորագրեր Մարիամի ստորագրությամբ, անշարժ գույքի վաճառքի պայմանագրեր։ Ռաֆայելը մանրակրկիտ պլանավորել էր ամեն ինչ, բայց նրա ամբարտավանությունը ստիպել էր նրան ամեն ինչի գրառումները պահել։ Բացի այդ, բանկային հետաքննությունները բացահայտեցին, որ Ռաֆայելը այն հաջողակ գործարարը չէր, ում ծածնում էր։ Նա պարտքերի մեջ էր, մի քանի դատական գործերով։ Նա հատուկ ընտրել էր Մարիամին, քանի որ նա ունեցվածք ուներ։ Նա ուսումնասիրել էր նրա կյանքը, բացահայտել էր Էջմիածնի տան ժառանգությամբ պահված գումարի մասին։ Նա մոտեցել էր նրան հստակ նպատակով ամուսնանալ, երեխա ունենալ, հուզական կախվածություն ստեղծելու համար, իսկ հետո վերցնել այն ամենը, ինչ նա ուներ։ Ռուբենը, փաստաբանը, ձերբակալվեց որպես հանցակից։ Հարցաքննության ժամանակ նա ամեն ինչ խոստովանեց, հույս ունենալով նվազեցնել իր պատիժը։ Նա բացահայտեց, որ Ռաֆայելը դա արել էր նախկինում, տարիներ առաջ Վանաձորում մեկ այլ կնոջ հետ։ Այդ ժամանակ նա կարողացել էր յուրացնել մի բնակարան զգալի գումար, մինչ զոհը կհասկանար։ Երբ նա վերջապես հասկացավ, Ռաֆայելն արդեն անհետացել էր ամեն ինչով։ Բացահայտումը ցնցեց Մարիամին։ Նա առաջինը չէր։ Եվ հավանաբար վերջինը չէր լինի, եթե Ռաֆայելը չձերբակալվեր։ Մեղքի բեռը հսկայական էր։ Եթե միայն նա նախկինում նկատած լիներ նշանները։ Եթե միայն նա ավելի լավ հետաքննած լիներ։ Բայց Կարինեն հիշեցրեց նրան, որ նա ոչ մի բանում մեղավոր չէր։ Ռաֆայելը փորձառու մանիպուլյատոր էր, գիշատիչ, ով ճշգրիտ գիտեր, թե ինչպես ընտրել վերահսկել իր զոհերին։ Տիկին Սիրանուշին նույնպես հարցաքննեց ոստիկանությունը։ Կինը պնդում էր, որ ոչինչ չգիտեր, որ պարզապես հրամաններ էր կատարում հղի կնոջը խնամելու համար։ Բայց նրա բջջային հեռախոսի հաղորդագրությունները ապացուցեցին, որ նա տեղյակ էր մեկուսացումից լրացուցիչ վճարումներ էր ստանում Մարիամին մեկուսացված պահելու համար։ Նրան մեղադրեցին, հանցակցության մեջ նույնպես ձերբակալեցին։ Մինչ այս ամենը տեղի էր ունենում, Մարիամը սկսում էր իր ֆիզիկական ապաքինումը։ Համապատասխան սննդակարգով բժշկական խնամքով նա քաշ էր հավաքում։ Նրա արտաքինն ամեն օր բարելավվում էր։ Աչքերի տակի մուգ շրջանակները նվազում էին, մաշկը կրկին գույն էր ստանում, մազերը վերականգնում էին իրենց փայլը։ Բայց հուզական սպիները շատ ավելի երկար ժամանակ կպահանջեին բուժվելու համար։ Կարինեն վճռական էր ամեն ինչում աջակցել քրոջը։ Նա արձակուրդ վերցրեց աշխատանքից Գյումրիում մշտապես երանում էր։ Նա խոսեց դպրոցի տնօրենի հետ, որտեղ Մարիամն աշխատում էր, բացատրեց իրավիճակը։ Դպրոցը համերաշխություն ցուցաբերեց, հավաստիացրեց, որ նրա աշխատանքը կսպասի, երբ նա պատրաստ լինի վերադառնալ։ Դոկտոր Հենրիխը, Մարիամի մանկաբարձը, այցելեց նրան հիվանդանոցում։ Նա խորապես ներողություն խնդրեց նշանները չնկատելու համար։ Ասաց, որ Ռաֆայելը շատ համոզիչ էր, միշտ պատասխաններ ուներ ամեն ինչի համար։ Բայց որ նա պետք է ավելի շատ պնդեր, պետք է միայնակ խոսեր Մարիամի հետ։ Նա հանգստացրեց նրան, ասելով, որ Ռաֆայելը մանիպուլյատոր էր նույնիսկ մասնագետների հետ։ Փրկվելուց 2 շաբաթ անց Մարիամը ծննդաբերեց։ Դա լարված ժամեր էին, բայց Կարինեն մշտապես նրա կողքին էր, բռնելով նրա ձեռքը, սրբելով նրա քրտինքը, շշնջալով քաջալերող խոսքեր։ Եվ վերջապես, կեսգիշերին, երեխան ծնվեց։ Առողջ տղա, ուժեղ թոքերով եռանդուն լացով։ Երբ երեխային դրեցին Մարիամի ձեռքերում, նա հույզերի հեղեղ զգաց։ Սեր, պաշտպանություն, հույս, բայց նա վախ չկարողանալու պաշտպանել նրան, բավականաչափ լավ չլինելու համար։ Կարինեն տեսավ քրոջ դեմքից հոսող արցունքները, մոտեցավ։ Դու ուժեղ ես, Մարի։ Դու դիմացել ես ամենավատին։ Եվ հիմա դու այս տղային կտաս այն ամբողջ երջանկությունը, որին նա արժանի է։ Մարիամը որոշեց երեխային Միքայել անվանել։ Ուժեղ անուն, պաշտպանի։ Նա նայեց այդ փոքրիկ դեմքին, լուր խոստում տվեց։ Երբեք ոչ ոքի թույլ չտա վնասել նրան։ Երբեք թույլ չտա, որ նա մեծանա վախի վերահսկողության միջավայրում։
Նա կլինի այն մայրը, որին նա արժանի է, նույնիսկ եթե դա նշանակում է պայքարել իր սեփական դերի դեմ։ Միքայելի հետ առաջին օրերը դժվար էին։ Մարիամը դեռ շատ հուզականորեն թուլացած էր։ Նա վախենում էր նրան միայնակ թողնելուց, որ ինչ-որ մեկը կարող է նրան տանել։ Նա անընդհատ արթնանում էր գիշերը, ստուգելու համար, թե արդյոք նա շնչում է։ Կարինեն նկատեց առաջարկեց շարունակել թերապիան։ Մարիամը համաձայնեց։ Թերապիայի նիստերը լարված էին։ Հոգեբանը, դոկտոր Բեատրիսը, օգնեց Մարիամին մշակել տրավման։ Նա բացատրեց, որ այն, ինչ նա ապրել էր, հոգեբանական ֆինանսական բռնության ծանր տեսակ էր, որ Ռաֆայելի պահվածքը համապատասխանում էր նարցիսիստական մանիպուլյատոր բռնարարների օրինաչափություններին, և որ ապաքինումը ժամանակ կպահանջի, բայց հնարավոր էր։ Մինչդեռ Ռաֆայելի դեմ դատական գործը առաջ էր շարժվում։ Նրան մեղադրեցին բազմաթիվ հանցագործությունների մեջ, անձնական ազատազրկում, փաստաթղթերի կեղծում, ոչ իրավաչափ յուրացման փորձ, հոգեբանական բռնություն։ Ապացույցները ջնշող էին։ Նրա փաստաբանը փորձեց բանակցել, բայց դատախազությունը անզիջում էր։ Ռաֆայելը իրական վտանգ էր ներկայացնում հասարակության համար։ Դատական նիստերից մեկի ժամանակ Մարիամին կանչեցին ցուցմունք տալու։ Դա նրա կյանքի ամենադժվար պահերից մեկն էր։ Նա ստիպված էր լինել նույն սենյակում Ռաֆայելի հետ, նայել նրա աչքերին, պատմելով այն ամենը, ինչ նա արել էր։ Ռաֆայելը փորձում էր պահպանել ամբարտավան դիրքորոշումը, բայց երբ Մարիամը սկսեց խոսել մեկուսացման մասին, քաղցի օրերի մասին, նրա ծրագրի մասին, իրենից ամեն ինչ գողանալու համար, նրա դիմակը սկսեց ջաքել։ Կարինեն ներկա էր դատական նիստին, ինչպես նահավագը, հետախույզը, ով օգնել էր գտնել Մարիամին։ Մի քանի լրագրողներ նույնպես ներկա էին։ Գործը մեծ արձագանք էր ստացել լրատվամիջոցներում, դառնալով լուռ բռնության տեսակի խորհրդանիշ, որից շատ կանայք տառապում էին, առանց որևէ մեկի իմանալու։ Մարիամի ցուցմունքից հետո մի քանի վկաներ հարցաքննվեցին։ Հարաններ, ովքեր նկատել էին տարօրինակ պահվածք։ Կինը, ով գտել էր ֆլեշ գրիչը գր. Ությունը։ Դոկտոր Հենրիխը, ով զեկուցեց, թե ինչպես էր Ռաֆայելը վերահսկում այցելությունները։ Նույնիսկ Վանաձորի նախկին զոհին գտան նա ցուցմունք տվեց, պատմելով իր սեփական պատմությունը։ Ժյուրին կասկածներ չուներ։ Ռաֆայելը մեղավոր ճանաչվեց բոլոր մեղադրանքներով։ Դատավճիռը խիստ էր՝ 25 տարվա ազատազրկում, առանց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության, մինչ առնվազն 15 տարի կատարելը։ Բացի այդ, նա պարտավորվեց վերադարձնել բոլոր այն ունեցվածքը, որը փորձել էր վերցնել Մարիամից վճարել զգալի փոխհատուցում բարոյական վնասի համար։ Երբ դատավճիռը կարդացվեց, Մարիամը զգաց, որ հսկայական բեռ է իջնում իր ուսերից։ Նա վրեժ չէր փնտրում, այլ արդարություն։ Եվ հատկապես, երաշխիք, որ Ռաֆայելն այլս ոչ ոքի հետ դա չէր անի։ Դատարանից դուրս գալիս, Կարինեի կողքին Միքայելին գրկած, նրան դիմավորեց մի խումբ կանայք, ովքեր սպասում էին նրան։ Նրանք նմանատիպ իրավիճակների զոհեր էին, ովքեր Մարիամի մեջ ոգեշնչման քաջության աղբյուր էին տեսնում։ 6 ամիս էր անցել դատավարությունից։ Մարիամը գտնվում էր իր բնակարանում էջ։ Միացնում այն, որը նա ժառանգել էր տատիկից, որը Ռաֆայելը փորձել էր գողանալ։ Նա որոշել էր տեղափոխվել այնտեղ, նորից սկսել մի վայրում, որը լի էր իր մանկության երջանիկ հիշողություններով։ Կարինեն ժամանակավորապես տեղափոխվել էր Գյումրիից, օգնելու նրան այդ անցումային շրջանում, երկու քույրերը միասին վերակառուցում էին իրենց կյանքը։ Բնակարանը պատշգամբ ուներ, ծովի տեսարանով։ Մարիամը ժամեր էր անցկացնում այնտեղ, Միքայելին գրկած, դիտելով, թե ինչպես են ալիքները հարվածում լողափին։ Տղան առողջ երջանիկ էր մեծանում, նրա յուրաքանչյուր ժպիտը հաղթանակ էր մութ անցյալի դեմ։ Նա վերադարձել էր դասավանդելուն, բայց կրճատված ռեժիմով, շաբաթական ընդամենը 3 անգամ։ Նրան ժամանակ էր պետք Միքայելին նա իրեն խնամելու համար։ Թերապիան շարունակվում էր։ Դոկտոր Բեատրիսը Մարիամի համար դարձել էր ավելին, քան հոգեբան։ Նա վստահելի ընկեր էր, ուղեկցող։ Նիստերն այժմ ավելի քիչ էին տրավմայի մասին, ավելի շատ վերակառուցման մասին։ Այն մասին, թե ով էր Մարիամը Ռաֆայելից առաջ, ով էր նա ցանկանում դառնալ այսուհետ։ Դա դանդաղ, բայց արգատրող գործընթաց էր։ Կարինեն իր հերթին հասկացել էր, որ գրեթե կորցրել էր քրոջը նշաններին ուշադրություն չդարձնելու պատճառով։ Այդ փորձը փոխել էր նրան։
Նա դարձել էր ընտանեկան հոգեբանական բռնության դեմ պայքարի ձայն։ Նա օգտագործում էր իր դիրքը որպես բազմազգ ընկերության գործադիր տնօրեն, ռիսկային իրավիճակներում գտնվող աշխատակիցներին աջակցելու ներքին քաղաքականություն մշակելու համար։ Դա նրա ցավը նպատակի վերածելու միջոցն էր։ Մի անգամ կեսօրին, մինչ նրանք սուրճ էին խմում պատշգամբում, Կարինեն առաջարկեց մի բան, որի մասին նա որոշ ժամանակ մտածում էր։ Մարի, իսկ եթե միասին ինչ-որ բան ստեղծենք։ Ինչ-որ բան, օգնելու այլ կանանց, ովքեր անցնում են այն, ինչ դու անցար։ Մարիամը հետաքրքրությամբ նայեց քրոջը։ Ինչ ես մտածում։ Կարինեն բացատրեց իր գաղափարը։ Հիմնադրամ, ուղղված հոգեբանական բռնության, մեկուսացման, ֆինանսական մանիպուլյացիայի զոհ դարձած կանանց աջակցելուն։ Հաճախ այս տեսակի բռնությունը ֆիզիկական հետքեր չէր թողնում, ուստի այն անտեսվում կամ նվազագույնի էր հասցվում։ Հիմնադրամը կառաջարկեր իրավակ հոգեբանական աջակցություն, ժամանակավոր ապաստան, անհրաժեշտության դեպքում, հիմնականում կրթություն, ճանաչելու բռնարարական հարաբերությունների նշանները, մինչ ուշ չլինելը։ Մարիամը զգաց, որ ինչ-որ բան է բորբոքվում իր ներսում։ Հենց դա էր, ինչ նա պետք է աներ իր ցավի հետ։ Այն վերածել ինչ-որ ավելի մեծի, ինչ-որ բանի, որը կարող էր փրկել այլ կանանց։ Նա անմիջապես համաձայնեց։ Հաջորդ ամիսներին երկու քույրերը անխոնջ աշխատեցին, գաղափարն իրականություն դարձնելու համար։ Նրանք օգտագործեցին Ռաֆայելից ստացված փոխհատուցման մի մասը, նախնական ծրագիրը ֆինանսավորելու համար։ Նրանք ստացան նվիրատվություններ ընկերություններից, փաստաբանների աջակցություն, ովքեր առաջարկեցին կամավոր աշխատել, համագործակցություններ հոգեբանների, սոցիալական աշխատողների հետ։ Կարինեն օգտագործեց իր կապերը կորպորատիվ աշխարհում դռներ բացելու համար։ Մարիամը օգտագործեց իր անձնական փորձը, աջակցության ծրագրերը ձևավորելու համար։ Հիմնադրամը կոչվեց «Վերակառուցել ծրագիր»։ Պաշտոնական մեկնարկը տեղի ունեցավ Երանում, հուզիչ միջոցառման ժամանակ։ Մարիամը նյարդային էր բացման խոսքը կարդալու համար, բայց Կարինեն բռնեց նրա ձեռքը նրան ուշ տվեց։ Երբ նա բարձրացավ բեմ, Միքայելին գրկած Կարինեի կողքին, նա զգաց, թե ինչպես է ամբողջ ճանապարհը ծանրանում իր ուսերին։ Նա սկսեց պատմել իր պատմությունը։ Նա ոչինչ չթաքցրեց։ Նա խոսեց այն մասին, թե ինչպես էր մանիպուլյացիայի ենթարկվել, մեկուսացվել, վերահսկվել։ Խոսեց մեկուսացման ամիսների, Ռաֆայելի ծրագրի, այն հուսահատության մասին, որ նա զգացել էր։ Բայց նա խոսեց դիմադրության մասին, այն մասին, թե ինչպես էր ուժ գտել այնտեղ, որտեղ չգիտեր, որ գոյություն ունեն, Կարինեի աջակցության մասին, ով չէր հանձնվել իրենից։ Սենյակի լռությունը բացարձակ էր։ Շատ մարդիկ բացահայտ լացում էին։ Երբ Մարիամը հասավ իր ելույթի վերջին, նրա խոսքերը հնչեցին ուժով համոզմունքով։ Լռությունը պաշտպանություն չէ։ Այն ջնջում է։ Երբ լռում ենք բռնության առաջ, թույլ ենք տալիս, որ այն շարունակվի։ Երբ աչք ենք փակում նշանների վրա, այլ կանանց դատապարտում ենք նույն ճակատագրին։ Այսօր ես այստեղ եմ ասելու. այլս ոչ։ Մենք այլս չենք լռի։ Մենք այլս չենք անտեսի։ Եվ ամենակարևորը, մենք այլս թույլ չենք տա, որ կանայք միայնակ տառապեն։ Վերակառուցել ծրագիրը գոյություն ունի, ձայն, արժանապատվություն, ազատություն վերադարձնելու նրանց, ումից այդ ամենը գողացվել էր։ Հանդիսատեսը ոտքի կանգնեց ծափահարություններով։ Միջոցառումից հետո կանայք մոտեցան Մարիամին, կիսվելով իրենց սեփական պատմություններով, օգնություն խնդրելով, աջակցություն առաջարկելով։ Դա ճնշող էր, բայց նա ազատագրող։ Մարիամը հասկացավ, որ իր ցավը իզուր չէր եղել։ Այն կարող էր կամուրջ լինել, փրկելու այլ կյանքեր։ Վերակառուցել ծրագիրը արագ աճեց։ Մի քանի ամսվա ընթացքում այն արդեն օգնել էր ավելի քան 50 կնոջ։ Նրանք առաջարկում էին 24-ժամյա աջակցության հեռախոսագիծ, անվճար իրավական օգնություն, հոգեբանական խորհրդատվություն, նույնիսկ ժամանակավոր ապաստան, տեղական հաստատությունների հետ համագործակցությամբ։ Կարինեն կառավարում էր վարչական ֆինանսական մասը, մինչ Մարիամը զբաղվում էր ուղղակի սպասարկումով, կրթական ծրագրերով։ Մարիամը սկսեց դասախոս ություններ կարդալ դպրոցներում, համալսարաններում, ընկերություններում։ Նա խոսում էր այն մասին, թե ինչպես ճանաչել բռնարարական հարաբերությունների նշանները, ընտանիքի ընկերների հետ կապերը պահպանելու կարևորության մասին, վերահսկող պահվածքը չնորմալացնելու մասին։
Յուրաքանչյուր դասախոսություն հնարավորություն էր իրազեկման սերմեր ցանելու, որոնք կարող էին կանխարգելել ապագա դեպքերը։ Ամենանշանավոր պատմություններից մեկը Ջուլիայի պատմությունն էր, 23-ամյա մի երիտասարդ կնոջ, ով դիմել էր հիմնադրամին։ Նա սկսել էր տարօրինակ պահվածք նկատել իր ընկերոջ մոտ, ընկերներից մեկուսացում, հագուստի դուրս գալու վերահսկողություն, չափից ավելի խանդ։ Նա ճանաչել էր օրինաչափությունները Մարիամի դասախոսությունը դիտելուց հետո։ Հիմնադրամի աջակցությամբ նա կարողացավ դադարեցնել հարաբերությունները, մինչ իրավիճակը կվատթարանար։ Ջուլիան անձամբ շնորհակալություն հայտնեց Մարիամին, ասելով, որ հավանաբար փրկել է իր կյանքը։ Մարիամը գրկեց նրան, արցունքներով աչքերում։ Հենց դա էր։ Հենց դրա համար էր ամեն ինչ արժանի։ Յուրաքանչյուր կին, ում նրանք կարողանում էին օգնել, հաղթանակ էր լռության բռնության դեմ։ Միքայելը 1 տարեկան դարձավ։ Խնջույքը փոքր էր, ընդամենը մտերիմ ընտանիքը Մարիամի աշխատանքային ընկերները։ Բայց այն լի էր սիրով, ուրախությամբ։ Տղան անում էր իր առաջին քայլերը, անորոշ բառեր էր մրմնջում, ժպտում էր ամեն ինչին բոլորին։ Նա երջանիկ երեխա էր, շրջապատված սիրով։ Մարիամը նայում էր նրան, երախտագիտություն էր զգում, որ ողջ էր մնացել, որ կարող էր այնտեղ լինել, նրան մեծացնելով առողջ միջավայրում։ Կարինեն մեկին հանդիպեց։ Տիգրան անունով մի փաստաբան, ով կամավոր աշխատում էր վերակառուցել ծրագրում։ Նա քնքուշ էր, հարգալից խորապես հիանում էր քույրերի աշխատանքով։ Մարիամը տեսավ, թե ինչպես է քույրը սիրահարվում, երջանիկ էր։ Կարինեն արժանի էր երջանիկ լինելու։ Արժանի էր մեկին, ով կգնահատեր նրան։ Ինչ վերաբերում է Մարիամին, նա պատրաստ չէր նոր հարաբերությունների։ Գուցե երբեք չլիներ, նա խաղաղության մեջ էր դրա հետ։ Նրա ուշադրությունը Միքայելի, հիմնադրամի, իր սեփական բուժման վրա էր։ Նա սովորեց, որ միայնակ լինելը չէր նշանակ։ Ում միայնակ լինել։ Նա ուներ Կարինեին, ուներ Միքայելին, ուներ նպատակ։ Դա ավելին էր, քան բավարար։ Ռաֆայելը շարունակում էր բանտում մնալ։ Երբեմն Մարիամը արդարադատությունից ծանուցումներ էր ստանում գործի վերաբերյալ։ Նա մի քանի բողոքարկում էր փորձել, բոլորը մերժվել էին։ Նա փորձել էր կապ հաստատել փաստաբանների միջոցով, խնդրելով տեսնել իրեն կամ Միքայելին։ Մարիամը մերժեց բոլոր խնդրանքները։ Չկար ոչինչ, ինչ նա կարող էր ասել, որ նա պետք է լսեր։ Եվ Միքայելը երբեք չէր իմանա, թե ով էր այդ մարդը։ Նա կմեծանար, ճանաչելով միայն սեր հարգանք։ Հիմնադրամից 2 տարի անց Մարիամին հրավիրեցին հարցազրույցի ազգային հեռուստածրագրում։ Դա հնարավորություն էր, իր հաղորդագրությունը միլիոնավոր մարդկանց հասցնելու համար։ Նա ընդունեց, չնայած նյարդայնությանը։ Կարինեն նրա հետ գնաց ստուդիա, ինչպես նա Միքայելը, ով այժմ 2 տարեկան էր լի էներգիայով։ Հարցազրույցի ընթացքում Մարիամը ճարտարորեն հուզմունքով խոսեց իր փորձի մասին։ Նա այլս այն փխրուն վախեցած կինը չէր, ով դուրս էր եկել Երանի այդ տնից։ Նա ուժեղ էր, վճռական։ Լի նպատակով։ Երբ հարցազրույցավարը հարցրեց, թե ինչ կասեր այն կանանց, ովքեր նմանատիպ իրավիճակներում էին, Մարիամը համոզմունքով պատասխանեց. Ես կասեի, որ դուք միայնակ չեք։ Որ այն, ինչ կատարվում է, նորմալ չէ, սեր չէ, խնամք չէ։ Դա վերահսկողություն է։ Դա բռնություն է։ Եվ դուք ավելին եք արժանի։ Արժանի եք ազատության, արժանի եք հարգանքի, արժանի եք արժանապատվության։ Մի ամաչեք օգնություն խնդրելուց։ Մի հավատացեք, երբ նա ասի, որ ոչ ոք ձեզ չի հավատա կամ որ դուք չափազանցնում եք։ Վստահեք ձեր բնազդին։ Եվ իմացեք, որ կան մարդիկ, ովքեր սպասում են ձեզ օգնելու։ Մեր նման ծրագրերը հենց դրա համար են գոյություն ունենում։ Ձեռք մեկնելու համար, երբ ընկնում եք։ Ձեզ հիշեցնելու համար, որ հնարավոր է վերակառուցել։ Եվ ամենակարևորը, հիշեցնելու համար, որ ձեր կյանքն արժանի է լիարժեք ապրվելու։ Սոցիալական ցանցերը պայթեցին հարցազրույցից հետո։ Հազարավոր կանայք կիսվեցին իրենց սեփական պատմություններով։ Վերակառուցել ծրագրի կայքը աննախադեպ թվով այցելություններ ստացավ։ Նվիրատվություններ եկան ամբողջ երկրից։ Հաղորդագրությունը լսվում էր։ Մարիամը գտնվում էր իր բնակարանի պատշգամբում էջմիածնում, դիտելով մայրամուտը ծովի վրա։ Միքայելը խաղում էր գորգի վրա, իր հետում։ Շրջապատված խաղալիքներով։ Կարինեն խոհանոցում ընթրիք էր պատրաստում։
Դա պարզ տնային տեսարան էր, բայց Մարիամի համար դա ամեն ինչ էր։ Նա մտածեց այն ամենի մասին, ինչ նա անցել էր։ Այն մղձավանջը, որ նա ապրել էր, վախի գիշերները, միայնության օրերը։ Բայց նա մտածեց այն ամենի մասին, ինչ նա ձեռք էր բերել։ Վերականգնված ազատությունը, առողջ որդին, հիմնադրամը, որն օգնում էր այդքան շատ կանանց, այն նպատակը, որը նա գտել էր ցավի մեջ։ Նա ոչինչ չէր փոխի, քանի որ յուրաքանչյուր սպի նրան դարձրել էր այն, ինչ նա այսօր էր։ Նա նայեց Միքայելին, ով նրան անատամ ժպիտ տվեց, ժպտացի պատասխան։ Ապագան անորոշ էր, բայց այլս սարսափելի չէր։ Այն լի էր հնարավորություններով։ Եվ շատ ժամանակ անց առաջին անգամ Մարիամը ոգորված էր տեսնելու այն գալիս։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարիամի Կարինեի պատմությունը դիպել է ձեր սրտերին։ Հաղթահարման վերակառուցման հուզիչ ճանապարհորդություններին հետելու համար մենք հատուկ երկացանք ենք պատրաստել նույնքան գրավիչ պատմություններով։ Դուք կարող եք գտնել այն այստեղ, սեղմելով ձախ կողմ։ Եթե այս պատմությունը հուզել է ձեզ, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին հավանել տեսանյութը։ Ամեն օր մենք ներկայացնում ենք եզակի պատմություններ, որոնք ուսումնասիրում են մարդկային կյանքի բարդությունը, ուժը, դժվարությունների դեմ վերափոխման ուժը։ Մի բաց թողեք մեր հաջորդ բովանդակությունը։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր մեկնաբանություններին, ցանկանում ենք իմանալ, թե ինչ եք մտածում Մարիամի պատմության մասին։ Մինչ հաջորդ անգամ։